Ռաֆֆի, Կայծեր 1963 հատոր առաջին Երկու որս միասին Արեգակն արդեն բարձրացել էր յուր կեսօրյա տեղը, նրա այրող ճառագայթները, հանդիպելով սարերի հովությանը, թուլանում էին, կորցնում էին իրենց կրակոտ զորությունը։ Քաղցր էր շնչել լեռնային օդը, տոգորված ծաղիկների անուշահոտությամբ։ Անցնելով ամեն մի բլուրից, ամեն մի հովիտից, իմ առջև բացվում էր մի նոր տեսարան, այնքան հիանալի, այնքան հափշտակիչ, որպես մի գեղեցիկ պատկեր իր հրաշալի արհեստագործությամբ։ Ուր և նայում ես, լեռնային երկրի կանաչ մակերևույթը ծածկված է բարձր և դալար խոտերով։ Նրանց միջից վառվում են ծաղիկների հազարավոր տեսակները իրենց հրապուրիչ պայծառությամբ։ Տեղ֊տեղ խուլ մրմունջով վազում են վտակներ, ամոթխածաբար թաքնված խոտերի մեջ, երբեմն նրանք նազելով ցույց են տալիս իրենց արծաթափայլ երեսիկները և կրկին ժպտելով ծածկվում են խիտ եղեգնաբույսերի մեջ։ Փոքրիկ ջրային ծտերը միայն ուրախ սավառնում են նույն վտակների վրա և անդադար վեր ու վայր թռչկոտելով դիպցնում են իրենց կուրծքը բյուրեղային մակերևույթին, խլելով ալիքների միջից մի անբախտ միջատ, որ տարվում էր անխնա հոսանքի հետ։ Աչք ես դարձնում դեպի դուշմանաձորը, և ահա մերկ քարաժայռի գագաթին դեռ կանգնած են կիսակործան աշտարակները մի հին ամրոցի։ Աշտարակներից մեկի ատամնավոր վերնապարիսպի գլխին միայնակ նստած է ահագին սև արծիվը և լուռ մտախոհությամբ նայում է դեպի խորին անդունդը, որ բացված է նրա առջև։ Նա նստած է անշարժ և վեհափառ կերպով, և նրա սրատես աչքերը որոնում են ձորի մթին խորության մեջ ցանկալի որսը։ Եվ ակամա հիշում ես հին ավանդությունը. արդյոք նա չէր մի ժամանակ այդ ավերակների տիրապետող հսկան, որ չար կախարդի դյութելով արծվի կերպարանք ստացավ, որ ճնշում էր իր բռնության ներքո ամեն կենդանություն և, ուր որ գնում էր, իր ետևից թողնում էր անապատ և ամայություն։ Նույն աշտարակի բարձրությունից, ուր այժմ նստած էր արծիվը, ամեն առավոտ մի զոհ գլորվում էր դեպի խորին անդունդը, մի զոհ, որից նույն գիշեր խլել էր ամրոցի իշխանը նրա կուսական անմեղությունը։ Այսպես, հափշտակված երբեմն բնության գեղեցկություններով և երբեմն հին ավանդությունների հիշողությամբ, շարունակում էի իմ գնացքը, իսկ բոլոր տպավորությունները հետզհետե անհայտանում էին, ես ընկնում էի իմ կախարդական ինքնամոռացության մեջ։ Բայց մի բան մոռանալ չէի կարող, մի տպավորություն մնում էր իմ մտքում անջնջելի, այն էր Մարոյի գեղեցիկ պատկերը։ Բայց մի՞թե նրա մեջ սիրտ կար, ջերմ և սիրող սիրտ, մի՞թե նա զգում էր, թե ինչ բան է սերը։ Ոչ, նա այդ չէր զգում, նրա հոգու սրբարանի մեջ երբեք չէր վառվել այդ կրակը, եթե ոչ, նա այնպես անգութ կերպով չէր քարկոծի սիրահարի գերեզմանը։ Մարոն մի տեսակ ստրուկ էր, որպես Սոնան։ Նա ճնշված էր ծնողած բռնակալության ներքո, իսկ Մարոն վաղեմի նախապաշարմունքների, բայց վերջինն ավելի սարսափելի կերպով խեղդում է ամեն մի հոգեկան թարմ և ընդաբույս զգացմունք։ Հա, թող սիրե, ասում էր նա, այդ ոչինչ, աղջկա կամքով խո չէ։ Եվ իրավ, մի՞թե հայ աղջիկը կամք ունի, մի՞թե նա իր զգացմունքների տերն է։ Տարուբերվելով այսպիսի մտախոհությանց մեջ, ես բոլորովին մոռացել էի Մարոյի պատվերը ճանապարհի ուղղության մասին։ Ես հասկացա, որ մոլորված եմ միայն այն ժամանակ, երբ իմ առջև բացվեցավ մի ահագին կիրճ, որից անցնել անհնարին էր։ Ետ դառնալ եկած ճանապարհով չէի կարող, որովհետև ամենևին չէի հիշում, թե որպես հայտնվեցա այնտեղ, իսկ առաջ գնալ անկարելի էր։ Ես բոլորովին շփոթվեցա։ Արևն արդեն սկսել էր թեքվել դեպի գիշերային մուտքը, երեկոյան ցուրտը հետզհետե դառնում էր անտանելի։
Մի կողմից ես զգում էի հոգնածություն, մյուս կողմից քաղցը ինձ նեղում էր։ Որքան երկար պետք է թափառած լինեի ես, որ անցուցել էի այնքան ժամանակ։ Իսկ Մարոն ասում էր, թե կհասնեմ որսորդության տեղը ոչ հետո, քան կեսօրից 2 ժամ անցած։ Իսկ այժմ երեկո էր։ Արևի թեքված ճառագայթները լուսավորում էին սարերի գագաթները միայն, որոնց ստվերը գնալով ընդարձակ և հսկայական տարածություն էր ստանում։ Ես հիշեցի. Մարոն ինձ ճանապարհ գցելու ժամանակ դրեց իմ որսորդական մաղախի մեջ մի շիշ, դուրս բերեցի, նա լիքն էր գինով։ Մաղախիս մեջ գտա և լավաշում փաթաթած սառը միս։ Իմ ճաշն արդեն պատրաստ էր։ Նստելով փափուկ խոտերի վրա, ես հագեցրի իմ քաղցը, սպառված ուժերս կրկին վերադարձան։ Ես բոլորովին հանգստացա։ Այժմ ի՞նչ պետք է անել, դեպի որ կողմը գնալ, կրկին զարթեցավ իմ մեջ անհանգստությունը։ Աջ քացելով իմ չորեք կողմը, ես հարմար համարեցի վեր ելնել Մերձավոր սարի բարձրությունը և այնտեղից դիտել, թե դեպի որ կողմը կարելի էր գնալ։ Այդ տևեց քառորդ ժամ։ Բարձրավանդակից ես տեսա սարի մյուս կողմում դեպի աջ տարածվում էր մի նեղ տափարակ, որի վրա տեղ֊տեղ նկատելի էին լինում սև և շարժուն կետեր, որոնց ամբողջ հավաքածու նմանություն էր բերում հարածող անասունների նախիրին։ Այդ տեսարանը խիստ ուրախություն պատճառեց ինձ։ Ես մտածում էի, եթե նրանք հոտեր են, ուրեմն կունենան իրենց մոտ և հովիվներ, որոնք ցույց կտան ինձ ճանապարհը, գոնե ետ դառնալ Կ գյուղը։ Այս նպատակով ես սկսեցի վայր իջնել դեպի տափարակը և բավականին հառաջ գնալով նկատեցի, որ իմ երևակայությունը խաբել էր ինձ։ Շարժուն կետերն անասուններ չէին, այլ թուփեր, որոնք տեղ֊տեղ ծածկում էին անապատի անհարթ երեսը, որը հեռվից երևում էր որպես տափարակ։ Այժմ ի՞նչ պետք էր անել։ Ես բոլորովին ընկա հուսահատության մեջ։ Ես երկյուղ չունեի, որ գիշերը բացօթյա կմնամ լեռների մեջ։ Ես երկյուղ չունեի ոչ ցրտից և ոչ գազաններից։ Ես միայն ամոթ էի կրում, իմ հպարտությունը տանջում էր ինձ։ Ես ամոթ էի կրում Մարոյից, որ այնպես հիմարաբար վարվեցա նրա ուղեցուցության հետ։ Ես ամոթ էի կրում ընկերներիցս, որոնք առաջին քայլից կնկատեին իմ թուլությունները և իմ անընդունակությունը։ Հանկարծ լսելի եղավ մի խուլ որոտմունք, որի արձագանքը կրկնվեցավ հեռավոր լեռների մեջ։ Նրան հետևեց երկրորդը և երրորդը։ Այժմ պարզ որոշեցի, թե հրացանի ձայներ էին։ Բայց ովքեր էին նետողները։ Ընկերներս չէին կարող լինել, որովհետև իմ գտնված տեղը շատ հեռու էր Խանա֊Սորի ձորից։ Ուրեմն, մտածում էի ես, կամ ուրիշ որսորդներ պետք է լինեն, կամ ավազակներ, որոնք թալանում էին ոչխարների հոտեր։ Բայց ինձ համար միևնույն էր, ովքեր լինեին, ես միայն ուրախ էի, որ կհանդիպեմ մարդիկների։ Ես սկսեցի դիմել դեպի այն կողմը, ուսքից լսելի եղան ձայները։ Որքան մոտենում էի, այնքան պարզ լսելի էր լինում շների խառնաձայն աղաղակը։ Այժմ անտարակույս էի, որ կհանդիպեմ որսորդների։ Բայց մինչև նրանց մոտ հասնելը, պետք էր անցնել 1 բլուրի վրայով։ Դեռ նրա բարձրության կեսին չհասած, որոտաց մի կռնչյուն, և ես տեսա ինձանից 20 քայլ հեռու վազում էր ահագին Ղաբան (վարաս)։ Հրացանս ուսիցս վեր բերելը և նրան արձակելը 2 վայրկյանի գործ եղավ։ Գնդակը թեև դիպավ յուր նպատակին, բայց հարվածը մահաբեր չեղավ։ Նա անցավ Ղաբանի աջ ոտքի ազդրից։ Հրեշավոր կենդանին, ամենևին չզգալով յուր վերքի ցավը, դարձավ դեպի ինձ։ Հարձակմունքը այնքան շուտափույթ եղավ, որ նա ամենևին միջոց չտվեց կրկին լցնել հրացանը։ Ճգնաժամը վճռական էր։ Կատաղի գազանը
Բարկացած, հրաբորբոք աչքերով արդեն մոտեցել էր ինձ։ Ես մի կողմ ձգեցի հրացանը և պատրոնը, որ ձեռքիս ունեի։ Իմ պաշտպանության միակ զենքը մնաց խենջարս, որ նույն ակնթարթում խրվեցավ Ղաբանի կողքում։ Նա արձակեց մի սարսափելի հառաչանք, բայց դարձյալ չկորցրուց իր զորությունը։ Նա փորձեց գործ դնել իր դուրս ցցված ժանիքները, բայց հարվածն անցավ անհաջող, որովհետև ես կայծակի արագությամբ մի սաստիկ թռիչք գործեցի դեպի գազանի գավակը, և նույն րոպեում խենջարիս երկրորդ զարկը խիստ խորին կերպով անցավ նորա փորի մեջ։ Նա դեռ սարսափելի ընդդիմադրությամբ պատերազմում էր։ Այդ մահու և կյանքի զարհուրելի տագնապի միջոցին ինձանից ոչ այնքան հեռու որոտաց մի հրացան։ Գնդակն անցավ ուղղակի որսի գլխի մեջ։ Վիթխարին մի քանի անզոր շարժումներ գործեց և գլորվեցավ գետին։ Ես ետ նայեցա, տեսնում եմ Մարոն հրացանը ձեռին հեռու կանգնած ժպտում էր։ Ով կարող էր պատմել իմ ուրախությունը։ Ես բոլորովին թաթախված արյան մեջ վազեցի նրա մոտ և գրկելով իմ ազատիչը, պինդ ճնշեցի քաջազնական կուրծքը իմ սրտի վրա։ Մարոն պատմեց, թե բաժանվելով ինձանից, նա իսկույն չդարձավ դեպի գյուղը, այլ բարձրանալով ծակ քարի գլխին, այնտեղից հետազոտում էր իմ ուղևորությունը։ Նա տեսավ, դեռ ճանապարհի կեսը չհասած, ես խոտորվեցա ուղիղ շավիղից, որ տանում էր դեպի Խանա Սորի ձորը։ Նա իսկույն վազեց իմ ետևից, միգուցե ես բոլորովին մոլորվեի լեռների մեջ։ Մի քանի ժամ նա կորցրեց ինձ իր տեսությունից և երկար որոնելով, կարողացավ գտնել այնտեղ, ուր հայտնվեցավ Ղաբանը։ Նա շատ անգամ կանչեց ինձ, զգուշացրեց, բայց ես տաքացած լինելով պատերազմի խռովության մեջ, չկարողացա լսել նրա ձայնը։ Եվ իմ առաջին անհաջող նետումից հետո, երբ ես մի կողմ ձգեցի հրացանը և պատրոնը, նա օգուտ քաղեց այդ դեպքից, իսկույն լեցրուց հրացանը նույն պատրոնով, իսկ հետևանքը արդեն հայտնի էր։ Այս խոսակցության միջոցին մենք չէինք նկատում, որ 4 հոգի կանգնած բլուրի գագաթին դիտում էին այն տեսարանը, որ հանդիսացավ քանի րոպե առաջ։ Նրանք մոտեցան մեզ։ Մեկը որսոր Դավոն էր, մյուս երեքը իմ ընկերներն էին։ Ծերունին առեց յուր գրկի մեջ ինձ և իր դուստրը ու համբուրելով ասաց. Դուք երկուստ էլ արժանի եք որսոր Դավոյի որդիք կոչվելու։ Երկպառակտության խնձորը։ Լեռների մերկ գագաթները պատեց երեկոյան ստվերը, իսկ ձորերի մեջ լույսը հետզհետե աղոտ գույն էր ստանում։ Միայն ոսկեգույն ամպերը, որոնք ահագին բեկորներով գլորվում էին օդի բարձրության մեջ, դեռ արտափայլում էին հանգչող արեգակի վերջին ճառագայթների ծիրանի շառավիղներով։ Գեղեցիկ երեկո էր, լեռնային երեկոների այն ժամը, երբ քաղցր հնչում են հովիվների երգերը, երբ ախորժ է լսել արոտից դարձող ոչխարների խառնաձայն բառաչմունքը, ձիերի երամակների ուրախ խրխինջը, որոնք կայտռելով վազում են դեպի իրենց գիշերային օթևանը։ Նույն ժամուն թեթև քամին նազելով քսքսվում է քո երեսին և բարակ մելոդական հնչյուններով մրմնջում է շնչիր լի կուրծքով անուշահոտությունը, որ ես խլել եմ հազարավոր ծաղիկներից։ Բայց ինձ զգալի չէին այս ձայները։ Ես չէի լսում ոչ Զեփյուռի մեղեդին և ոչ հովվի երգը։ Ինձ գրավել էր միայն Մարոն։ Միշտ նրան էի նայում և նրա ձայնը լսում, թեև նա ամենևին չէր խոսում։ Մեր վերադարձը դեպի Կ գյուղը տևեց բավականին երկար, որովհետև այժմ բոլորովին այլ ճանապարհով էինք գնում։ Մութը վաղուց պատել էր, և ամառային գիշերի աստղերը վառվում էին հիանալի փայլողությամբ։ Խոսակցության առարկան նույն ավուր որսորդությունն էր։ Ծերունի Ավոն հանակներով ծաղրում էր Ասլանի և Սագոյի անճշտությունը, որոնց երկուսի նետումները Ղաբանը սպանելու համար անցել էին իզուր։ Սագոն աշխատում էր Յուրիան արդարացնել զանազան պատճառներով, իսկ Ասլանը ոչինչ չէր պատասխանում։
Նա ընկած էր, որպես երևում էր խիստ տխուր մտատանջության մեջ։ Սովորականից ուրախ էր Կարոն։ Նա խորին եղբայրական բարեսրտությամբ ձեռքը դրեց իմ ուսին, ասելով. «Ֆարհատ, դու առանց սրտի չես, քեզանից մի բան կդուրս գա»։ Մարոն գնում էր մեզանից առաջ յուր հոր հետ։ Նա բոլորովին լուռ էր։ Կարծես նրա հպարտությանը ընդդեմ էր լսել բոլոր այն գովեստները, որոնք թափում էին նրա վրա։ Եվ կամ նա չէր ուզում հիշեցնել, թե որպեսզի դժվար դրությունից ազատեց ինձ։ Նա աշխատում էր, որ այդ դեպքի վրա խոսացվի որքան կարելի է սակավ։ Ես բավականին ետ մնացի իմ ուղեկիցներից, խոսում էի Կարոյի հետ։ Սագոն մոտեցավ մեզ և առանց որևիցե առիթի մեր կողմից, որպես ինքն իրեն խոսելով ասաց. «Զարմանալի է այդ բախտ ասած բանը։ Ասում են, նա մի հրեշավոր կնիկ է, երկու երես ունի, մին առջևից, մյուսը ետևից։ Առջևի երեսը թարմ և գեղեցիկ է, միշտ ժպտող աչքերով, նրանցով նայում է իր սիրելիներին միայն։ Ետևի երեսը հնացած է, լի խորշոմներով, որպես մի զզվելի պառավի դեմք։ Մի հատիկ աչք միայն ունի մռայլոտ ճակատի վրա, այն ևս կույր։ Նա միշտ դարձնում է դեպի ինձ այդ չարանենգ դեմքը իր սարսափելի խորշոմներով։ Եվ ես միշտ լսում եմ նրա ցամաք և գունաթափ շրթունքների միջից այդ խոսքերը. «Դու ինձանից ոչ մի բարիք մի սպասիր»։ Նա րոպեական լռությունից հետո շարունակեց, իսկ այժմ ավելի խռովյալ ձայնով. «Ասում են, մեր ժամանակներում հրաշքներ չեն լինում։ Հրաշք չէ, բա ինչ զարհումար է, միանգամից երկու որս»։ Այժմ հասկացա, որ կիսախելագար Սագոյի խոսքերը կծու ակնարկություններ էին դեպի ինձ և դեպի Մարոն։ «Ինչ ես ուզում ասել», հարցրի ես։ Նա պատասխանեց ավելի վրդովված կերպով. «Հա, երկու որս, մինը Ղաբանը, մյուսը Մարոյի սիրտը»։ Նա արտասանեց այս խոսքերը այնպիսի մի հանգով, որ իսկույն գրգռեց իմ բարկությունը։ Նա առանց ուշադրություն դարձնելու շարունակեց. «Ախր Մարոն էլ փոքր Ղաբան չէ, նրան որսալը, ահա այդ է քաջությունը։ Եթե դու կշարունակես այսպիսի հիմարություններ դուրս տալ, դու կդառնաս երրորդ որսը», ասացի ես և արդեն մերկացուցած խենջարը իմ ձեռքում էր։ «Մի՞թե արժե կռվել այդ վայրենի կատվի համար», մեջ մտավ Ասլանը, որ նույն րոպեին մոտեցավ մեզ։ Երևի քեզ էլ է ճանկռոտել, դարձա ես դեպի Ասլանը ավելի բարկությամբ։ Նա ոչինչ չպատասխանեց։ «Պետք է կատվի հետ կատու լինել և նրա ճանկերից ազատ մնալ», պատասխանեց Սագոն բոլորովին վրդովված կերպով։ «Եթե ոչ, շան հետ մնում է նա միշտ անհաշտ»։ «Ամոթ է, տղերք», ձայն տվեց Կարոն և կայծակի արագությամբ խլեց իմ ձեռքից խենջարը։ Ասլանը ամենևին չշարժվեցավ յուր տեղից և ոչ ձեռքը տարավ դեպի իր սուրը։ Նրա մի այսպիսի արհամարհանքը ավելի վիրավորեց ինձ։ Իսկ Սագոն հեռու կանգնած ծիծաղում էր։ Նա բռնեց Ասլանի ձեռքից և մի կողմ քաշելով ասաց. «Գնանք, չարժե երեխայի հետ գործ ունենալ»։ Ես և Կարոն մնացինք մենակ։ Ծերունի որսորդը յուր դստեր հետ, մեզանից շատ առաջ լինելով, չհասկացավ, թե ինչ անցավ մեր մեջ։ Կարոն սկսեց խոսել, թե իմ վրդովմունքը բոլորովին անտեղի էր։ Ես իզուր վիրավորեցի իմ ամենալավ ընկերներին, որոնք այնքան սիրում էին ինձ, որքան ինքը Կարոն։ Նա ասաց, որ ես ոչ միայն Ասլանին հաղթել չէի կարող, այլ նույնիսկ փոքրիկ Սագոն այնպես ճարպիկ էր կռվի մեջ, որ անպատճառ ինձ կսպաներ, միայն նրանք խնայեցին ինձ։ Եվ երկար խրատներ կարդալուց հետո նա ավելացրուց, թե Սագոն մեղք չուներ, որովհետև մի քանի տարի է, որ նա սիրահարված է Մարոյի վրա, թեև օրիորդը չէ համակրում նրան։ Ահա այսքանը հասկացա ես Կարոյի խոսքերից, որոնց մեծ մասն իմ նույն րոպեի խռովության մեջ բոլորովին անըմբռնելի էին։ Ես ամբողջ մարմնով դեռ դողում էի, իմ լեզուն կարծես կապված էր, ես ոչինչ պատասխանել չկարողացա։
Դու դեռ ջահել ես, Ֆահրատ, քեզ ես չեմ մեղադրում, ավելացրեց նա։ Քո ընկերները լավ մարդիկ են, նրանք դարձյալ կսիրեն քեզ ու կներեն։ Դառնալով դեպի Կ գյուղը, մեր ճանապարհն ընկավ այն կողմից, ուր գտնվում էր ծերունի որսորդի որդեգրի Հասոյի ագարակը։ Գիշերից բավական անցել էր, երբ հասանք այնտեղ։ Տղերքը վճռեցին գիշերել Հասոյի ագարակում։ Այնտեղ ծերունի որսորդի որդին շինել էր ճյուղերից հյուսած մի տաղավար, որ խիստ հարմար օթևան էր գարնան գիշերների համար։ Մնացեք այստեղ ու քեփ արեք, ասաց ծերունին, հետո ավելացրեց. Իմ հին ոսկորներն էլ չեն դիմանում գիշերվա ցրտին, ես կերթամ տուն, ձեզ համար գինի ու հաց կուղարկեմ, խորովածի համար միս ունեք, իմ կենացն էլ կխմեք, խոսք չկա, Հասո, մի լավ պատվիր հյուրերիդ, Մարո, գնանք։ Նրանք դեռ չէին բաժանվել մեզանից, երբ Մարոն մոտեցավ ինձ և հազիվ լսելի ձայնով շշնջաց իմ ականջին. Ֆարհադ, դու կմրսես, այստեղ ցուրտ է լինում, ես տանից քեզ համար քնելու շորեր կուղարկեմ, լավ։ Գիշերային մթության մեջ ոչ ոք չնկատեց մեր խոսակցությունը։ Ես շնորհակալություն արեցի օրիորդին նրա բարեսրտության համար և հայտնեցի, թե ես փոքր ինչ սովորած եմ առանց ծածկոցի ևս քնել, որովհետև մեր տանում երբեք անկողին չեմ ունեցել։ Իմ վերմակը եղել է հորս մաշված վերարկուն, իսկ դոշակս սառը հասիրը։ Դու ղոչաղ տղա ես, Ֆարհադ, դու չես մրսի, ասաց նա ուրախ ձայնով և իր ձեռքով մի թեթև զարկ տալով իմ ուսին, ինձանից փախավ, երբ երկրորդ անգամ խավարի միջից լսելի եղավ ծերունի որսորդի ձայնը. Մարո, ուր ես, գնանք բալաս։ Հասոն իսկույն վառեց ահագին խարույկ տաղավարի առջև, չոր փայտերը բորբոքվեցան և լույսը տարածվեցավ հեռու մեր շրջակայքում։ Այն ժամանակ միայն կարողացա լավ տեսնել վաղեմի ընկերիս, Հասոյի վերանորոգված կերպարանքը, որը վարժատան կյանքից հետո այնքան շատ փոփոխությունների էր ենթարկվել։ Մաշված և ուժից ընկած էշիփալանը, որպես կոչում էին նրան, այժմ առողջ և խիստ ժիր տղա էր դարձել։ Ահա ինչ է նշանակում տերտերի այբբենը և երկրագործությունը։ Առաջինը մաշեց, տրորեց նրա մանկությունը, առանց որևիցե մտավոր սնունդ տալու նրա գլխին, իսկ վերջինը վերանորոգեց նրա սպառված ուժերը և լեցրուց ծերունի հոր տունը հացով։ Իսկ այս կոշտ կոպիտ մշակի մեջ չէին երևում ոչ հոր բարեսրտությունը և ոչ քրոջ աշխուժությունը։ Հասոն, եթե կարելի է այսպես կոչել, խստասիրտ և մռայլոտ արարածներից մեկն էր։ Բոլոր ժամանակը նա մի քանի անգամ միայն խոսեց ինձ հետ, և նրա խոսքերը խիստ կարճ և անգույն էին։ Սագոն խիստ ճշտությամբ նկատեց, թե Հասոն քաղցրախոս է միայն իր եզների հետ, որոնք նրա արորը քաշում են։ Այսուամենայնիվ, ես միշտ համակրությամբ էի վարվում նրա հետ, որովհետև նա Մարոյի եղբայրն էր։ Գյուղը շատ հեռու չէր ագարակից։ Մենք շուտով ստացանք ծերունի որսորդի խոստացած պաշարը, առատ գինի և հաց։ Ղաբանի մսից պատրաստված խորովածները արդեն եփված էին, իսկույն կազմվեցավ ընթրիքի սեղանը։ Տղերքը չափազանց սոված լինելով, նստեցին ուտելու։ Ես հրաժարվեցա սեղանից, հայտնելով, թե ախորժակ չունիմ և ինձ ոչ այնքան առողջ եմ զգում։ Եվ իրավ, գլուխս սաստիկ ցավում էր, և ճանապարհի անախորժ անցքից հետո ես գտնվում էի մի տենդային գրգռման մեջ, որ գնալով ավելի և ավելի վրդովում էր ինձ, քանի մտաբերում էի իմ անպատշաճ վարմունքը Ասլանի և Սագոյի հետ։ Իսկ նրանք կարծես թե մոռացել էին բոլորը, և ոչ մի կերպով, և ոչ մի թեթև ակնարկությամբ անգամ չէին հիշեցնում անցածը, այլ ընդհակառակը, պատմում էին Հասոյին իմ և Մարոյի կռիվը Ղաբանի հետ և գովասանում էին մեր քաջասրտությունը։ Իսկ նրանց մի այսպիսի ներողամտությունը ավելի ծանր էր ինձ համար։ Ինձ բոլորովին վիրավորական էր թվում վշտացնել մեկին և առանց փոխադարձ բավականություն տալու
վայելել նրան ներողամտությունը։ Այդ մի տեսակ ողորմություն էր, իսկ ողորմություն խնդրել ես չէի սիրում։ Ընթրիքի սեղանը կազմվել էր տաղավարի մեջ։ Տղերքը հավաքվել էին այնտեղ։ Ես պառկել էի տաղավարից դուրս խոտերի վրա, մի քանի քայլով միայն հեռու նրանցից, այնպես որ նրանց խոսակցությունը ինձ լսելի էր։ Ճշմարիտ, հիվանդ է նա, հարցրուց Հասոն։ Չէ, նա ուրիշ փորացավ ունի, պատասխանեց Սագոն և մոտեցավ ինձ, գինով լիքը երկու բաժակներ ձեռին և երգելով մի գեղեցիկ երգ։ Տաղավարի միջից միաձայն հնչեցին ամբողջ խորով նրա շարունակությունը։ Գիշերային լռության պահում երկրագործի մենավոր տաղավարի մեջ մանկահասակ պատանիների ջերմ և անկեղծ սրտերից դուրս բխած հնչյունները այնքան հոգեշարժ և ոգևորիչ էին, որ ներգործեցին իմ վրա ընկերասիրության բոլոր սուրբ և կենսագործող զորությամբ։ Իմ սիրտը լցվեց մի սրբազան խաղաղությամբ և դադարեց մրրիկը, որ այնպես սաստիկ կերպով խռովում էր ինձ։ Ես չկարողացա պահել իմ արտասուքը և ընդունելով Սագոյի ձեռքից բաժակը, միասին մոտեցանք խմբին։ Նրանք նույնպես մի բաժակ ձեռքերին, կանգնած բոլորել էին սեղանի շուրջը։ Կարոն խիստ հանդարտ և ծանր եղանակով կարդաց մի փոքրիկ ճառ, բայց նրա խոսքերը, որոնք այնպես ազդու և զորեղ կերպով դուրս էին հոսում, մինչև այն աստիճան ներգործեցին իմ վրա, որ ես մինչև այսօր չեմ մոռացել, թեև այն օրից անցել է 50 տարի, այո 50 տարի, դա քիչ չէ։ Սիրելի ընկերներ, մենք այն ազգի որդիքն ենք, որ զրկվելով հայրենական հողից ցրված է աշխարհի զանազան անկյուններում։ Մենք մի այնպիսի ժողովրդի ծնունդ ենք, որ ապրում է մի երկրում, ուր նրա խրճիթի օջախը շատ քիչ անգամ տաքանում է կրակով, որովհետև նա վառելիք չունի, որի տան մեջ լույս չկա արևը մտնելեն հետո, որովհետև նրա ճրագի յուղը վաղուց սպառվել է, որի որդիքը գիշերը քաղցած են քնում, որովհետև նա տանը հաց չունի։ Արևն այրում է նրա զավակների մարմինը, ցուրտը սառեցնում է, անձրևը թրջում է, որովհետև նրանց հագուստներն այնքան քրքրված են, որ չեն կարողանում պահպանել ամբախտներին եղանակների խստությունից։ Իսկ այդ ժողովուրդը ծույլ չէ, նա անդադար աշխատում է։ Նա աշխատում է ավելի, քան թե կներեր մարդի ուժը։ Նրա կինը, նրա աղջիկը, նրա փոքրիկ երեխաներն անգամ գործակից են լինում գերդաստանի հոր աշխատությանը։ Դուք տեսե՞լ եք կանայք, որոնք հնձում են արտերը և իրենց հունձը իրենք շալակած բերում են կալը ծեծելու համար։ Դուք տեսե՞լ եք աղջիկներ, որոնք մեծ եռանդով մաքրում են մշակության ցանքերը ավելորդ խոտաբույսերից։ Դուք տեսե՞լ եք երեխաներ, որոնք արորի լծերի վրա նստած քշում են եզները և օգնում են հոր գործին։ Այո, այդ ժողովուրդը ծույլ չէ, նա աշխատում է, նա ամբողջ տարին հանգստություն չունի, բայց դարձյալ ապրում է աղքատության մեջ, դառը, ցավալի աղքատության մեջ։ Ինչ է պատճառը։ Հողը, որի վրա նա ապրում է, թեև մի ժամանակ իր նախնիքներին էր պատկանում, բայց այժմ դարձել է օտար աղաների սեփականությունը։ Նա մշակում է օտարի հողը։ Իսկ աղայի պայմանները մշակի հետ այնքան ծանր են և անշահավետ, որ նրա երկրագործության բերքը և նրա վաստակը մեծ մասամբ վայելում է կալվածատերը։ Մշակի համար մնում է այնքան, որով չէ կարողանում յուր կենսական ամենաանհրաժեշտ պիտույքներին անգամ բավականություն տալ։ Գյուղացու կեցության մյուս պայմանները ևս դրա նման են։ Նրա խրճիթը դրվում է աղայի հողի վրա։ Նրա համար հարկ է վճարում։ Նրա անասուններն արածում են աղայի արոտներում, նրանց համար հարկ է վճարում։ Ինքը գյուղացին, նրա ընտանիքը ապրում են աղայի հողի վրա, այնտեղ ման են գալիս, նրա ջուրն են խմում և իրենց գլուխները պահպանելու համար հարկ են վճարում։ Մի խոսքով, գյուղացին բացի իր աշխատող ձեռքերից ուրիշ ոչինչ չունի։ Նրան շրջապատող ամբողջ բնությունը պատկանում է աղային, և նրա մեջ գործելու համար
Նա պետք է զոհե իր աշխատության ամենամեծ մասը։ Ահա այդ է պատճառը, սիրելի ընկերներ, որ մեր ժողովուրդը հայրենի հողի վրա սնունդ չգտնելով գաղթում է, անդադար գաղթում է և օտար երկրներում բախտ է որոնում։ Բայց դառնո՞ւմ են գաղթականները։ Ոչ։ Դուք գիտեք, քանի հազարավոր ընտանիքներ մնացել են առանց տղամարդերի, քանի հազարավոր օջախների կրակը հանգել է, որովհետև տղամարդիկը մեռել են պանդխտության մեջ։ Մենք, որ բոլորել ենք այս սեղանի շուրջը, դուրս ենք եկել նույնպիսի ընտանիքներից։ Մեր մեծ մասը հայր, մայր, տուն, ազգականներ չունի։ Բոլորը կորած են անհայտության մեջ։ Ուրեմն մեզ ավելի հասկանալի է, թե ինչ է կրում այս երկրում մշակ մարդը, որովհետև մենք երեխայությունից փորձել ենք այն ամեն դառնությունները, որովհետև մեր ամեն մեկի սրտում դեռ մնացել են անբժշկելի այն վերքերը, որ ստացել ենք բռնության կոպիտ ձեռքից։ Ընտանիքը չկարողացավ մեզ, յուր որդիներին այնպես դաստիարակել, այնպիսի մի ուղղություն տալ, որ ձգեինք մեր վզից աղայի լուծը և ազատ մնայինք նրա հարստահարություններից։ Նա չկարողացավ մեզ սովորեցնել կյանքի և ապրուստի հաստատ պայմանները, որ մեզ համար աշխատեինք, մեզ համար գործեինք, և մեր վաստակը, օտարը չխլեր մեր ձեռքից։ Ընտանիքը չկարողացավ այդ անել, որովհետև ինքը ստրկացած էր։ Եվ ավելի ցավալին այն է, որ ստրկությունը դարձել էր նրա մեջ բնավորություն։ Նա չէր բողոքում բռնության դեմ։ Նա մտածում էր, թե Աստված հենց այսպես ստեղծել էր նրան, թե նա գոհ պետք է լինի իր վիճակից, որովհետև ճակատագրից մի տառ անգամ փոխել կարող չէ։ Դպրոցը, որի աշակերտներն ենք այստեղ կանգնածներս, ավելի հաստատեց մեր մեջ ստրկությունը։ Դպրոցը սպանեց մեր մեջ ինքնագործունեության ուժերը։ Քահանա վարժապետը մտցրուց մեր մեջ կույր հնազանդություն, խոնարհվել և հպատակել ամեն իշխանությունների, որքան ծանր և անտանելի լիներ նրանց մեզ վրա դրած լուծը, որովհետև ինքը վարժապետը նույնպես էր վարվում մեզ հետ։ Նա ասում էր մեզ, թե այս աշխարհի կյանքն ունայն և անցավոր է, որքան ցավալի լինի նա, որքան ճոխ լինի նա տանջանքներով, այնքան ավելի վարձատրություն կգտնե մարդ մյուս կյանքում, որ սպասում է մեզ գերեզմանը մտնելուց հետո։ Բայց գտնվեցավ մի ձեռք, որ խլեց և դուրս բերեց մեզ դպրոցի բարոյապես և մտավորապես փտեցնող մթնոլորտից։ Նա կանգնեցրուց մեզ ուղիղ ճանապարհի վրա։ Նա սովորեցրուց մեզ կյանքի այն պայմանները, որոնցմով կարող է մարդ հանգիստ և ապահով ապրել։ Նա սովորեցրուց մեզ օգնել և մեզ նման անբախտներին, որ նրանց կյանքն էլ հանգիստ լիներ, որ նրանց ապրուստն էլ ապահովված լիներ։ Եվ մենք նվիրեցինք մեզ ժողովրդի բարօրության գործին։ Խմենք, եղբայրներ, այն մարդու կենացը, որ մտցրուց մեր մեջ այդ ոգին։ Խմենք այն գործի հաջողության համար, որ մեր սուրբ ուխտն է։ Բաժակները զարկվեցան մեկ֊մեկու և խմեցին որսոր Դավոյի կենացը, բոլորը միաձայն գոչելով. «Կեցցե բարի գործը»։ Երազ Դարձյալ նույն հին երգը, մտածում էի ես Կարոյի ճառը լսելու միջոցին, նույն երգը, որ նա երազում էր 12 տարի առաջ գյուղացիների և նրանց աղքատության մասին։ Կարոյի և նրա կուսակիցների նպատակը թվում էր ինձ ոչ միայն անգործադրելի, այլ որպես ցնորք, որպես հիվանդոտ երևակայության զառանցություն։ Միթե կարելի է գյուղացուն հանգստություն տալ, ազատել նրան աղայի ճանկերից, որի մեջ կա այնքան ուժ, որը վայելում է այնքան արտոնություններ։ Եվ ինչո՞վ, որպես ապահովել մշակի ապրուստը, երբ ոչ մի օրենք չէր սահմանափակում աղայի կամայականությունը։ Երբ կառավարության ֆիրմաները ևս մնում էին անզոր և չէին կարողանում աղաների բռնության առաջն առնել։ Ես գիտեի հարյուրավոր օրինակներ, որ ժողովրդի բարօրության մասին շնորհած արքունի ֆիրմաները մնում էին անգործադրելի։
Խաները և բեկերը բարձրագույն դռան հրովարտակը ստիպեցնում էին բերողին ծամել և կուլ տալ։ Կամ պատռելով և ծեծելով բերողին, այնպես ճանապարհ էին դնում նրան, ասելով. «Գնա, թագավորիդ խաբար տար»։ Եվ այսպիսի գազանները, որոնք ժողովրդի արյունն էին ծծում, առանց խոնարհվելու որևիցե իշխանության, մնում էին միշտ անպատիժ։ Այժմ Կարոն, ոգևորված մի մոլի եռանդով, յուր անձնազոհ ընկերների հետ աշխատում էին հեղափոխել հին դրությունը, աշխատում էին փշրել ստրկության շղթաները, որոնք դարբնվել էին այնքան շատ դարերով։ Եվ ինչո՞վ, որպես։ Ինքը Կարոն խիստ ճիշտ նկատեց իր ճառի մեջ, թե ստրկությունը դարձել է ժողովրդի մեջ բնավորություն։ Միթե հեշտ է փոխել բնավորությունը։ Դարերով ամբոխի հոգում է ճարմատացած բնավորությունը։ Ինչ օգուտ, երբ մի քանի եռանդոտ անձինք զարթել էին, հասկանում էին ժողովրդի չարն ու բարին և աշխատում էին դարման տանել նրա խղճություններին, երբ այդ մի քանի անձանց բոլոր ջանքերը կորչելու, ոչնչացնելու էր ընդհանուր անտարբերության մեջ։ Նրանց բարբառը լինելու էր անապատում հնչող ձայն, և նրանց գործակցությունը որպես մի համերաշխություն գերեզմանատան բնակիչների հետ չէր հասնելու որևիցե օգտավետ վախճանի։ Կարոն ինքը շատ լավ գիտեր այդ, որ ամբոխը գտնվում էր այն վիճակում, ինչ վիճակում լինում են խելագարները կամ հարբածները։ Նրանք ընկնում են ցեխերի մեջ և ամենևին չեն նկատում իրենց կեղտոտությունը։ Նրանք իրենց գլուխը պատերին են զարկում և ամենևին ցավ չեն զգում, թեև ճակատից արյուն էր հոսում։ Նրանք փողոցներում թավալված ժամանակ ամեն անցնող երեխան ոտքով խփում է, թքում է նրանց վրա, բայց նրանք հանգիստ պառկած են և վիրավորանք չեն զգում։ Կարոն գիտեր այդ բոլորը։ Նա գիտեր, որ ժողովուրդը տանջվում էր նյութապես, ուտելու հաց չուներ և հագնելու հագուստ, բայց համբերում էր։ Նա գիտեր, որ ժողովուրդը տանջվում էր բարոյապես, շատ անգամ նրա կինը, աղջիկը, տղան զոհվում էին աղայի կրքերին, բայց նա համբերում էր։ Համբերում էր, որովհետև իր թշվառությունը, իր անպատվությունը չէր համարում կարգից դուրս բաներ, այլ մտածում էր, թե այլ կերպ լինել չէր կարող, թե ինքը հպատակ է, թե աղան ինչ որ ուզե, այն պետք է անե։ Եկ դու փոխիր դարավոր նախապաշարմունքը։ Ինչ կարող ես անել, երբ ամբոխը ինքը չէ բողոքում իր թշվառությունների համար, երբ ամեն անբախտություններ տանում է նա համբերությամբ, և որպես Կարոն հիշեց իր ճառի մեջ, տալիս է նրանց մի վերին և Աստուծո նախասահմանությամբ կարգադրած օրենքի նշանակություն։ Ինչ պետք է անես։ Միթե այսպես էին իմ դատողություններն այն ժամանակ, միթե այսպես էի մտածում ես։ Ոչ, ես ինքս շատ հեռու չէի նույն նախապաշարմունքներից, որոնք տիրել էին ժողովրդին, որովհետև նրա հավատարիմ զավակն էի։ Ես միայն ծիծաղում էի Կարոյի ցնորքների վրա, որպես 12 տարի առաջ, երբ նա դեռ նոր էր փախել հայր Թոդիկի ուսումնարանից և աշակերտում էր մի նոր դպրոցի, որսոր Դավոյի վարդապետությանը, վարդապետությանը այն խորհրդավոր մարդու, որի ծագումը, հայրենիքը հայտնի չէր, որ ծածկված էր հասարակ որսորդի դիմակով, որը ներշնչեց կրակոտ պատանիների մեջ նոր հոգի և նոր միտք։ Ընթրիքը թեև վերջացավ խիստ զվարճալի կերպով, բայց ես ամենևին ուրախ լինել չկարողացա, այդ պատճառով շատ գոհ եղա, երբ տղերքը շուտով պառկեցին քնելու։ Բայց ես քնել չկարողացա և դուրս գալով տաղավարից երկար թափառում էի գիշերային մթության մեջ։ Կարծես 1001 սատանաներ պտույտ էին գալիս իմ գլխում, երբեմն մտածում էի գնամ Ասլանին և Սագոյին խեղդեմ իրենց քնած տեղում, հետո ինձ փոշմանում էի ասելով, չէ որ նրանք մոռացան բոլորը, նրանք ներեցին ինձ։ Բայց ես կարո՞ղ էի ներել նրանց, որ այնպես անվայելուչ կերպով խոսում էին Մարոյի մասին։ Այսպիսի խառը մտածմունքներով լցված էր իմ հիմար գլուխը, երբ ես կրկին դարձա տաղավարի մոտ և պառկեցի նրանցից փոքր ինչ հեռու խոտերի վրա։
Ետ ընկած լուսինը կամաց վեր բարձրացավ սարի ետևից և լեռները լցվեցան արծաթի լույսով։ Գեղեցիկ տեսարանը ամենևին չազդեց իմ վրա։ Իմ գլուխը դեռ լիքն էր սև մտածմունքներով, իմ սիրտը դեռ անհանգիստ խռովության մեջ էր։ Չգիտեմ ինչու այնպես վրդովված էի ես։ Չգիտեմ ինչ էր, որ այնպես տանջում էր ինձ։ Միայն այսքան եմ հիշում, որ շուտով իմ աչքերը լցվեցան ջերմ արտասուքով։ Ես սկսեցի լաց լինել, երկար լաց լինել։ Գիշերն ես անցուցի տենդային ջերմության մեջ։ Առավոտյան լուսաբացի պահուն ինձ տիրեց մի թմրություն։ Այն ժամանակ ևս խառն երազներս սկսեցին անհանգիստ անել։ Ողորմած Աստված, ինչեր չէին գնում և գալիս իմ աչքերի առջև։ Սատանաներ, հրեշտակներ, դժոխք, կարգայություն, մի խոսքով հարյուրավոր տխուր և ուրախալի պատկերներ, մինը մյուսից հետո կամ զվարճացնում էին, կամ սարսափեցնում էին ինձ։ Բայց երբ զարթեցա, բոլորը մոռացա, մի երազ միայն մնացել էր իմ մտքում, նրան հիշում եմ և այսօր։ Ինձ երևում էր, թե Սոլայի հեղեղատը հորդացել էր, որպես ամեն տարի գարնան ժամանակ բարձրանում էին նրա ջրերը։ Իսկ այժմ շատ էր բազմացել ջուրը, խիստ շատ։ Կատաղած գետը գոռում էր, փրփրում էր և հսկայական վիշապի նման սարսափելի պտույտներ էր գործում։ Նրա պղտոր հորձանքները տանում էին իրենց հետ ամենը, ինչ որ հանդիպում էր։ Ես տեսնում էի, թե ինչպես ալիքների մեջ լող էին տալիս տնային կարասիք, տեսնում էի խեղդված մարդերի դիակներ, այլև երեխաները կապած օրորոցների մեջ։ Մտածում էի, որքան տներ պետք է քանդած լինի, որքան ընտանիքներ պետք է ոչնչացած լինի սարսափելի հեղեղատը։ Անբախտ զոհերը երբեմն բարձրանում էին ալիքների հետ, երբեմն կորչում էին նրա պտույտների մեջ, երբեմն մոտենում էին գետի եզերքին։ Ձեռքդ մեկնեիր և ահա կազատես, մտածում էի ես։ Ես տեսնում էի Կարոյին, Ասլանին և Սագոյին, նրանք այնպես փոքրիկներ էին, որպես առաջ, երբ դեռ երեխա էին։ Երբ հեղեղատի ջուրը նստելու ժամանակը գնում էինք միասին, նրա ափերից հավաքում էինք զանազան հնություններ, որոնց նա բերել էր իր հետ, քանդելով քոհնա շհարի ավերակները։ Իսկ այն երազ չէր։ Իսկ այժմ տեսնում էի ընկերներիս նույն հասակում, որոնք ցույց էին տալիս խեղդվող մարդիկներին և ասում էին ինձ. «Տես, Ֆարհադ, ինչպես տարվում են այդ անբախտները հոսանքի հետ, գնանք ազատենք նրանց»։ Երբ աչքս կրկին դարձրի դեպի գետը, ալիքների մեջ տեսա մի քանի ծանոթ երեսներ. Մարիամին, Մագդաղին, իմ հորը, իմ մորը։ Իմ աչքերի առջև մթնեցավ, վազեցի դեպի ափ, որ օգնության հասնեմ։ Հանկարծ գետի խարխուլ եզրը փուլ եկավ ու ես գլորվեցա ցած։ Ինչպես մի թեթև փետուր ես տարվում էի պղտոր հոսանքի հետ։ Կատաղի ալիքները շատ անգամ խորասույզ էին անում ինձ դեպի հատակը, շատ անգամ դուրս հանում։ Կրկին տեսնում էի սիրելի պատկերները սարսափած և գունաթափ երեսներով։ Աշխատում էի մոտենալ ափին, հնարք չէր լինում։ Իմ թևքերի ուժը հետս հետը թուլանում էր և ես խեղդվելու մոտ էի։ Ես կանչում էի Կարոյին, Ասլանին և Սագոյին, որ նրանք ազատեն ինձ։ Բայց երբ աչքս դարձրի դեպի հոսանքի ընթացքը, տեսա, նրանք էլ տարուբերվում են ալիքների մեջ։ Հանկարծ հայտնվեցան երկու կերպարանքներ, որոնք ձեռքները մեկնած աշխատում էին ազատել ինձ։ Նրանցից մեկը տխուր էր դեմքով և աչքերում արտասուք կար, մյուսը ուրախ և պայծառ էր երեսով ու հրեղեն աչքեր ուներ։ Ինձ երևաց, թե նրանք երկու հրեշտակներ էին, որոնք իջան երկնքից։ Իսկ հետո ճանաչեցի մեկը, Սոնան էր, մյուսը Մարոն։ Հետո երբ թաղվեցա ջրի տակ ու մյուս անգամ դուրս չեկա։ Երբ ես զարթեցա, Կարոն կանգնած էր իմ մոտ։ Դու հիվանդ ես, Ֆարհադ, ասաց նա խռոված կերպով։ Քո երեսը մեռելի գույն է ստացել, դու այնպես սարսափելի բաներ էիր խոսում քնիդ մեջ։ Ես պատասխանեցի, թե քունս անհանգիստ էր, և ես ոչ բոլորովին առողջ եմ զգում ինձ, գլուխս սաստիկ ցավում է, անդամներս ջարդվում են,
որպես թե ամբողջ մարմինս սանդի մեջ ծեծած լինեին։ Կարոն ինձ հայտնեց, թե իրենք պետք է գնան Բարդուղիմեոս առաքելովանքը մի գործի համար և կվերադառնան մյուս օրը երեկոյան, և խորհուրդ տվեց ինձ մնալ ծերունի որսորդի տանը, ավելացնելով, թե գիշերը տաղավարից դուրս բացօթյա քնելով մրսած կլինեմ, պատվիրեց տաք բան խմել և քրտնել, որով շուտով կանցներ տկարությունը։ Երբ նրանք նստեցին ձիաները, կամենում էին հեռանալ, Սագոն մոտեցավ ինձ և խուլ ձայնով ասաց. «Գնա տուն, բախտավոր, գեղեցիկ Մարոն կբժշկե քեզ»։ Աշխատանք և հող։ Արևը նոր սկսեց ծագել։ Հասոն տաղավարում չէր։ Տղերքը գնալուց հետո ես մենակ մնացի այնտեղ։ Ինչ անեմ, ուր գնամ։ Գնամ տուն, հին բարեկամիս տունը, այնտեղ Մարոն ինձ կբժշկե։ Չէ, չեմ գնա։ Մարոն թող չտեսնե, որ իմ առողջությունը վատ է։ Նա փափուկ սիրտ ունի, նա լաց կլինի։ Չէ, գնամ մի փոքր ման գալու, գուցե վաղորդյան օդը կկազդուրեր ինձ։ Առավոտյան ցողը դեռ չէր բարձրացել խոտերից, և արեգակի առաջին ճառագայթները խաղալով մարգարտյա կաթիլների հետ արտափայլում էին ծիածանի գույներով։ Օդը տոգորված փափուկ խոնավությամբ հովացնում էր իմ բորբոքված երեսը։ Հեռավոր լեռները դեռ պատած էին ճերմակ ու թափանցիկ մշուշով։ Իմ թուլացած անդամները բավականին զվարթացան վաղորդյան հովությունից, բայց տակավին սիրտս խռովության մեջ էր։ Ես գնում էի լուռ և մտախոհ կերպով։ Ուր էի գնում, ինքս չէի իմանում։ Միայն մի բան ինձ քաշում էր հեռու մարդկային բնակությունից։ Գիշերվա երազն ամենևին դուրս չէր գալիս իմ մտքից։ Նույն զարհուրելի տեսարանները ներկայացնում էին իմ երևակայության մեջ։ Ինչ էր նշանակում այն սարսափելի հեղեղատը։ Ինչ էր նշանակում պղտոր ալիքների այնպես փրփրելով, գոռալով կատաղի հոսանքը, որ տանում էր իր հետ այնքան անբախտ զոհեր, որոնց թվում գտնվում էին և այն անձինքը, որոնք այնքան մոտ և սիրելի էին իմ սրտին։ Վերջապես ինչ էր նշանակում Սոնայի և Մարոյի իմ օգնությանը հասնելը։ Միթե նրանց ձեռքումն էր իմ փրկությունը, միթե նրանք կարողացան ազատել ինձ։ Ոչ, մինչև նրանց հասնելը ես արդեն ջրի խորքումն էի, այն սառը և թաց գերեզմանի մեջ թաղված։ Միթե մեր կյանքը մի այսպիսի երազ չէր։ Միթե մեզ ևս իր հետ չէր տանում աշխարհային հոսանքը իր կատաղի ալեկոծության մեջ։ Ես գնում էի մի հովտի միջով, ուր մշակված դաշտերը խոստանում էին առատ հունձք։ Մի տեղ դեռ նոր էին վառում հողը, մի տեղ ցանում էին, մյուս տեղ արածացնում էին ոչխարների հոտերը։ Մի խոսքով, որ կողմ և նայում էի, երբ էր գալիս աշխատություն, ամեն ինչ շարժողության մեջ էր, ամեն տեղ երևում էր կյանք և գործունեություն։ Այո, ծույլ չէ այդ ժողովուրդը։ Հիշեցի Կարոյի խոսքերը և մի այդպիսի ժողովուրդը անբախտ է։ Հանկարծ իմ ականջին զարկեց մի երգի ձայն։ Նա խիստ քաղցր եղանակով հնչվում էր առավոտյան հովության մեջ։ Ես պարզ որոշում էի հետևյալ խոսքերը. Ահա ծագեց կարմիր արև, տաք և պայծառ է օրը, դե քաշեցեք սիրուն եզներ, առաջ տարեք արորը։ Վարը վարենք, ակոս փորենք, խոր ակոսներ հողի մեջ, սերմը ցանենք, որ հունձ հնձենք, ցորյան դիզենք կալի մեջ։ Կգա ձմեռ, մենք վախ չունենք, ուրախ կանցնի մեր օրը, ուտելու միշտ պաշար ունենք, լի և կուշտ է մեր փորը։ Դե քաշեցեք սիրուն եզներ, շուտով վարենք արտերը, թող չասեն մեր դրացիքը, ծույլ են Հասոյի եզները։ Երգողը Հասոն էր, որ ինչ֊որ հեռու վարում էր իր արտը։ Ես մոտեցա նրան և տեղային սովորության համար ասեցի. «Բարի հաջողություն»։ Նա ընդունեց իմ ողջույնը և շարունակեց իր գործը։ Ես հարցրի, արդյոք նրա երգի պարունակությունը համապատասխանում էր իր դրությանը։ Նա ձմեռը հաց կունենա՞ր ուտելու և իր անասունները կարո՞ղ էին կուշտ ապրել։
Նա պատասխանեց, թե մենք միշտ երգում ենք այն, ինչ որ իսկապես չունենք կամ բնավ չենք ունեցել, և ավելացրեց, թե լավ է աշխատել առանց վաստակի, քան թե անգործ մնալ. անգործությունը մեռելներին է պատկանում։ Այս արտը աղայի մուլք չէ, ասաց նա։ Բա ո՞ւմն է։ Նա ասաց, թե իր հայրը գնել էր այդ հողը մի քուրդ բեկի այրի կնոջից, որը փողի սաստիկ կարոտության մեջ լինելով, ստիպվեցավ վաճառել իր կալվածքը, և իբրև իրենց սեփականություն, նա ազատ էր աղայական տուրքերից։ Իմ կարծիքին, թե լավ կլիներ, որ ամեն գյուղացի իր սեփական հողն ունենար, Հասոն պատասխանեց. լավ կլիներ, եթե թողնեին, և ավելացրուց, թե գյուղացիք փող չունեն հող գնելու համար, և եթե գնեին ևս, աղաները նրանց հետ թշնամանում են, սկսում են նեղացնել, կամ ջուր չեն տալիս, կամ սովորեցնում են իրենց մարդիկներին նրանց ցանքերը փչացնել։ Կալը կամ հունձի դեզերը հրդեհում են, վերջապես ամեն միջոցներ գործ են դնում, որ գյուղացին չվստահանա կալվածատեր լինելու, այլ միշտ մնա այն կարծիքի մեջ, թե ինքը առանց աղայի օգնության, առանց նորա հովանավորության որևիցե միջոցով ապրուստ ճարել կարող չէ։ Քո բարի աչքերով տեսնում ես, շարունակեց նա, հորես գոտկումս խրած եմ մի ջուխտ թափանչա, այնտեղ լծան վրա կապած է թվանքը։ Ինչու համար են դրանք։ Ես այստեղ վար եմ վարում, ում հետ կռիվ ունեմ, բայց էլի հարկավոր են։ Թշնամին ամեն ժամ մեր վզի ետևն է կանգնած։ Մեկ էլ տեսար երկու քրդի ձիավոր մզրախները ձեռներին, լոլո կանչելով ձորի մեջ են դուրս եկան, եզները կարձակեն և կտանեն։ Աչքերդ բաց պետք է կանգնես և մտիկ տաս։ Շատ կսկսես քո գլուխը թակել, որ տարան սիրուն եզներդ, էգու ծարորը վարող չես ունենա։ Բայց քանի սրանք իմ մոտ են, ինքը սատանան չի կարա մոտենալ Հասոյի եզներին։ Նա ձեռքը դրեց ատրճանակների վրա։ Միևնույնը կարող է պատահել և այն մշակների հետ, որոնք վարում են աղայի արտերը։ Չէ, աղաները իրենք են թալանում իրենց բանվորներին, բայց թող չեն տալիս ուրիշները մոտենան իրենց խոնարհ ծառաներին։ Ամեն գազան իր որսը պահպանում է մեկ էլ գազաններից։ Այդ միևնույն է, թե իրենք և թե օտարները, երկու դեպքում ևս մշակը կողոպտվում է։ Միևնույնը չէ, դու խո գիտես այն հավի առակը, որ ամեն օր մի ոսկի հավքիթ էր ածում իր տիրոջ համար։ Մշակը մի այնպիսի հավ է աղայի համար։ Աղան մեկ անգամից չէ սպանում հավին, որ նա փորից խազինա դուրս բերե։ Նա թողնում է, որ նա ապրե, որ ոսկի հավքիթը շարունակ ստանա։ Բայց ավազակները նրա կյանքին չեն ափսոսում, ուզում են մեկ անգամից հարստանալ և սպանում են։ Քանի օրումը կվերջացնես այս արտի վարելը, հարցրի ես, կամենալով փոխել խոսակցությունը, որ խիստ տխուր տպավորություն գործեց իմ վրա, երբ մտածում էի, թե ինչով է ապահովված երկրագործը, որ միշտ իր զենքով պետք է պահպանե իր անասունները և իր մշակության բերքը ավազակների հարձակմունքներից։ Բայց միթե յուրաքանչյուր մշակ կարող է որսոր Դավոյի որդին լինել և զենք բանեցնել։ Ինչ կարող է լինել այն խեղճերի դրությունը, որոնք մի հասարակ դանակ ևս չունեն իրենց գրպանում։ Հասոն չլսեց իմ հարցմունքը, և ես մյուս անգամ կրկնեցի, թե քանի օրում նա կարող էր վարել իր արտը։ Եթե Տերը հաջողություն կտա, ինչ մեծ բան է նրա վարելը։ Դեպի աջ մարալ, դու այսօր հենց թե խելքումդ չես։ Այս ասելով նա բզեց կարմիր եզան կողքը։ Տես, գութան այնտեղ էր կանգնած։ Նա իր վարոցով ցույց տվեց երկինքը։ Իստակ այնտեղ, երբ ես լցեցի արորը։ Հիմա Աստուծո օգնությունով տեսնում ես որքան եմ վարել։ Վաղվա գործը օրհնած է, թե չէ, երբ արևը բարձրացավ, այն ժամանակ ոչ թե մեղավոր մարդուն, այլ անբան անասուններին էլ մեղք է բանեցնելը։ Իստակ էրում է արևը, չես կարող շունչ քաշել։ Դեպի կորտ, Ջեյրան, ինչ ես հոգիդ տալիս։ Այս անգամին նա բզեց մոխրագույն եզան կողքը։ Կարծես նրա եզները, մարալը և ջեյրանը, հասկանում էին իրենց տիրոջ նկատողությունները և այնպես խելացի կերպով տանում էին գործը։
Բայց հասուն տեսնելով, ես երկար զբաղեցնում եմ նրան իմ հարցուփորձով, ուզեց ինձ, որպես ասում են, իր գլխիցը ռադ անել և այս մտքով ասաց. Ֆարհադ, դու սիրում ես առավոտյան խիար ուտելը, դա սրտի համար լավ է, գնա, այն խոտերի մեջ մի քանի հատ թաքցրել եմ, որ սառը մնան, կտրե ու կեր, թե դանակ չունես, ես կտամ։ Շնորհակալություն արեցի հայտնելով, թե սովորություն չունեմ անոթի որևիցե միրգ ուտել և մնաք բարյավ ասելով, հեռացա աշխատասեր մշակից։ Կրկին զարթեցան իմ մեջ նոր և նոր մտածմունքներ, երբ ես հիշեցի Հասոյի խոսքը. լավ է աշխատել առանց վաստակի, քան թե անգործ մնալ, անգործությունը մեռելներին է պատկանում։ Ես այն ժամանակ չկարողացա հասկանալ, իսկ այժմ հասկանում եմ այս խոսքերի իմաստը։ Աշխատությունը, որքան և անշահավետ լիներ գործողի համար, վաղ թե ուշ կարող էր վարձատրություն գտնել, օգուտ բերել, նա ուներ իր փառավոր ապագան, իսկ անգործունեությունը իրավ որ մեռելություն է, նրա սկիզբը և վախճանը մահ է։ Որքան և իզուր թափված լիներ մշակի քրտինքը, որքան և հուսահատական լիներ նրա դրությունը, դարձյալ նա կենդանի մարդ է, նա գործում է, նա պատերազմում է իր գոյությունը ոչնչացնող դժվարությունների հետ, նրա մեջ մեռած չէ ինքնապահպանության զորությունը, և այս կյանքի և մահու կռվի մեջ նա իրան պատրաստում է մի օրվա համար, երբ կտիրեն իրավունքը և արդարությունը, երբ կազատվի աղաների հարստահարությունից։ Այն ժամանակ կգա մշակ մարդու արքայությունը, այն մարդու, որ գործ ունի արդար և հավատարիմ բնության հետ, որ չէ մտածում իր նման մարդերի քրտինքից իր համար ապրուստ քամել։ Այո, այս ճշմարտությունն անհասկանալի էր ինձ այն ժամանակ։ Ես միայն էի անգործ արարածը այն ընդարձակ տարածության մեջ, ուր ամեն մարդ զբաղված էր իր աշխատանքով։ Ով գցեց ինձ այն մոլորության մեջ, ով սպանեց իմ մեջ աշխատասիրության եռանդը։ Ես մտաբերեցի հայր Թոդիկի վարդապետությունը, որ նա մեկնում էր իր աշակերտներին իր բուն բառացի իմաստով. մարդը պետք է երկնքի թռչունների նման ապրե, որոնք ոչ վարում են, ոչ ցանում են և ոչ հնձում են, բայց միշտ կուշտ են, և Աստված հասցնում է նրանց կերակուրը։ Այդ խոսքերը նա իր գլխից չէր դուրս տալիս, դրանք գրքից առած խոսքեր էին։ Հիմնվելով հիշյալ բնաբանի վրա, Տեր Հայրը ընդարձակում էր այն միտքը, թե պետք չէ հոգ տանել այս աշխարհի կյանքի համար, նա ունայն և անցավոր է, թե յուրաքանչյուր մարդու համար Աստված նշանակել է նրա օրական պարենը, ապրուստը, մեկին շատ, մեկին քիչ, նույնը կհասցնե նա անընդհատ կերպով և չի թողնի իր արարածը քաղցած մնա։ Մարդից իրենից ոչինչ կախված չէ, որքան և ջանք գործ դներ, դարձյալ նա չէ կարող մի մազաչափ ավելացնել կամ պակասացնել ապրուստի այն չափից, որ նշանակել է նրա համար Աստված։ Քահանայի վարդապետությունը և Հասոյի խոսքը ծնուցին իմ մեջ երկու միմյանց հակառակ գաղափարներ. մեկը անհոգություն և հույս դնել Աստուծո նախախնամության վրա, մյուսը գործունեություն և հույս դնել իր աշխատող ձեռքերի վրա։ Ո՞րն էր դրանցից ճշմարիտը։ Ես որոշել կարող չէի, միայն մտածում էի, թե քահանայի ասածը պետք է որ ուղիղ լինի, որովհետև տեսնում էի, մարդիկ այնքան աշխատում էին, կաշուց դուրս էին գալիս, դարձյալ մնում էին աղքատ։ Երևի, ասում էի ես, նրանց ապրուստը այնպես քիչ է նշանակած, որ նրանք երբեք չեն կարող լինել ապահովված։ Իսկ աղան կմնա միշտ աղա, որովհետև նա ոչ վարում է, ոչ ցանում է, ոչ հնձում է, և նրա սեղանը միշտ լի է և ճոխ։ Հիմնվելով վերոհիշյալ մտախոհությունների վրա, Կարոյի և իր ընկերների նպատակը ինձ երևում էր բոլորովին երևակայական, և ես խիստ ափսոսում էի, որ նրանք ընկած էին այնպիսի անելանելի մոլորության մեջ։ Ես միայն չէի, որ այսպես էի մտածում, բոլոր ժողովուրդը այսպես էր մտածում, որովհետև նրանք նույնպիսի տեր Թոդիկների աշակերտներն էին, որպես ես։ Եվ Կարոն աշխատում էր մի այսպիսի նախապաշարված ժողովրդի
բարօրության համար։ Նախագուշակություն Արեգակը սկսել էր արդեն այրել։ Կեսօրվա տոթից դժվարանում էր մարդի շնչառությունը։ Բաժանվելով Հասոյից ես գնում էի մի նեղ շավիղով, որ տանում էր դեպի փոքրիկ վտակը ձորի մեջ։ Այնտեղ արծաթափայլ ջրի կանաչ ափերը հովանավորում էին մի խումբ ծառեր, որոնք տարածել էին իրենց ստվերը մետաքսի պես փափուկ խոտերի վրա։ Ես շտապեցի այնտեղ փոքր-ինչ ազատ շունչ քաշել։ Ծառերը նվիրական էին մի փոքրիկ մատուռի, որի կիսավեր փլատակները դեռ վայելում էին իրենց սրբազանական հարգանքը բարեպաշտ ժողովրդից։ Մատուռի մի քանի ողջ մնացած կամարները, որոնք ազատվել էին ժամանակի մաշող ձեռքից, թաքնվել էին միմյանց հետ խիտ փաթաթված թուփերի և մացառների մեջ, իսկ նվիրական ծառերը, բարձր տարածելով իրենց ազատ ճյուղերը, գրկել էին իրենց ծոցում այն հինավուրց սրբարանը։ Ծառերից մի քանիսի ճյուղերի վրա փաթաթված էին գույնզգույն թելեր և շորերի կտորտանքներ։ Տատս վաղուց մեկնել էր ինձ այսպիսի ծառերի նշանակությունը։ Նա ասում էր, երբ սուրբ ծառի ճյուղին մարդ կապում է իր հագուստից մի կտոր, իր բոլոր ցավերը անցնում են այն ծառի վրա։ Իմ սիրտն էլ լի էր ցավերով։ Ես էլ տանջվում էի տխուր և հոգեմաշ զգացմունքներով։ Չթեթևացնե՞լ արդյոք այս անախորժ բեռը։ Ես դուրս քաշեցի իմ արխալուղի կարվածքից մի թել և դողդոջուն ձեռքով կապեցի նվիրական ծառի ճյուղին։ Այս բավական չէ, լսելի եղավ մի ձայն։ Ես սոսկացի, տեսնում եմ, նույն ծառի բունի ետև կծկվել է մի կին։ Սատանան իր բոլոր հրեշավոր այլանդակությամբ չէր կարող այնքան զարհուրելի լինել, որպես այն մռայլոտ կերպարանքը։ Թե ուզում ես լավը, Սուսանը քեզ կտա մի թալիսման, այն ժամանակ ամենակերտա, ինչպես եղն ու մեղր։ Ախ, Սուսան, դու՞ն ես, կրկնեցի ես ուրախանալով։ Այստեղ ի՞նչ ես շինում, որքան վախեցա ես, Սուսան, ասա, տեսա՞ր նրան, թե չէ։ Դու կարոն չես, պատասխանեց Բոշան ամենևին չշարժվելով իր տեղից։ Դու Սուսանին էլ չես կարող խաբել։ Բոշան դեռ չէր մոռացել իմ խորամանկությունը, որ գործ դրի նրա հետ արաբական մինարեթի մոտ։ Բայց ես կամենալով փոքր-ինչ մեղմել իմ վրա նրա թողած վատ տպավորությունը, պատասխանեցի. Դու խո գիտես, որ ես Կարոյի ընկերն եմ, նրա լավ ընկերը, Կարոն ինքն ասաց քեզ, մոռացել ես։ Սուսանը չէ մոռացել, նա այդ գիտե։ Ես խիստ մերձ նստեցի խորհրդական կնոջ մոտ, որ այն նվիրական ծառերի հովանու տակ ինձ երևում էր որպես գերբնական արարածներից մեկը, որոնք միշտ կերպարանափոխ են լինում։ Եվ իրավ, Սուսանը այսօր այն չէր, որ տեսել էի առաջին անգամ արաբական ավերակներում։ Նա ինձ այժմ չէր երևում այն չոր ու ցամաք, այլանդակված պառավը, որի վրա չէր կարելի նայել առանց զարհուրանքի։ Այլ ընդհակառակը, այսօր նրա աղոտ կերպարանքի մեջ ես նշմարում էի հետքերը վաղօրոք թառամած գեղեցկության։ Նրա մաշված երեսը դեռ պահպանել էր իր ազդու, համակրական արտահայտությունը, և սևորակ աչքերը նայում էին խորին տխրությամբ, որպես հայելիներ, որոնց մեջ արտափայլում էին կոտրած և վշտահար սրտի բոլոր տանջանքները։ Սուսան, դու այն օրից հետո տեսե՞լ ես Կարոյին։ Այսօր դեռ մարդիկը ճաշ չէին կերած, Սուսանը տեսավ Կարոյին։ Բայց նրա, այն աղջկա մասին, որ ամրոցումն է, ինչ խաբար տվիր Կարոյին։ Այդ մի հարցրու, Սուսանը չի ասի քեզ։ Դու գիտես, որ Կարոն ինձանից ծածուկ ոչինչ չունի։ Թող ուրեմն նա ասե քեզ։ Ես տեսա, անկարելի էր այդ գաղտնիքը դուրս քաշել ծածկամիտ կնոջից ու թողեցի հարցուփորձը։ Նույն ժամուն Սուսանը իր նուրբ, շագանակի կեղևի գույն ունեցող շրթունքներից դուրս հնչեց մի օտարոտի ձայն, որ ավելի նման էր թռչունների ճլվելոցին, և իսկույն ոչ այնքան հեռու գտնված թուփերի միջից լսելի եղավ նույնպիսի ձայն։
Րոպե չէր անցել, երբ այնտեղից դուրս վազեց փոքրիկ երեխա, որ գալով Սուսանի մոտ կպավ նրա կուրծքին և իր արևից այրված մերկ թևքերով գրկելով նրա պարանոցը, սկսավ համբուրել նրան։ Այս տեսարանը խիստ հոգեշարժ էր և իմ սնահավատության վրա ազդեց մի դյութական զորությամբ։ Ես մտածում էի. փոքրիկ երեխան չէ՞ արդյոք այն ոգիներից մինը, որի միջնորդությամբ Սուսանը կատարում է իր կախարդական արարողությունները։ Իմ կարծիքին ավելի ուժ էր տալիս այն դյութական հագուստը, որ խիստ սազ էր գալիս նրա վայելուչ կազմվածքին, որի յուրաքանչյուր գծերից երևում էր վայրենի գեղեցկությունը իր պարզ և անկեղծ հրապուրանքով։ Դա նույն երեխան էր, որ մի անգամ ևս երևցել էր ինձ արաբական ավերակներում, երբ առաջին անգամ տեսա Սուսանին։ Երբ նա տեսավ ինձ, թողեց Սուսանին և ժպտալով վազեց իմ մոտ, կարծես ես նրա վաղեմի ծանոթը լինեի։ «Գնիր, պարոն, այս թալիսմանը, Հյուբին իր ձեռքով է շինել», ֊ ասաց ինձ։ Նա կրկին ժպտեց և սև փայլուն աչքերով սկսեց նայել իմ երեսին, տալով ինձ սաթից շինած մի տափակ քառանկյունի բան։ Այն մի հմայեակ էր նախշած զանազան նշանագրերով, որի նմանը շատ անգամ տեսել էի կանանց պարանոցեն քաշ ընկած։ Ետ տվեցի իմ մոտ գտնված միակ արծաթի դրամը և գնեցի փոքրիկ կախարդից թալիսմանը։ Նա գլուխ տվեց և կրկին վազեց Սուսանի մոտ։ «Հյուբի, երգիր մի բան պարոնի համար, նա քեզ ավելի փող տվեց, քան թե կարժեր քո թալիսմանը», ֊ ասաց նրան պառավը։ Փոքրիկ աղջիկը առանց քաշվելու խիստ համարձակ կերպով եղանակեց մի թեթև երգ ինձ բոլորովին անհասկանալի լեզվով։ Միայն նրա ձայնը իր թարմ և քաղցր հնչյուններով բավականին ախորժ տպավորություն գործեց իմ վրա։ Վերջացնելով իր երգը, նա կրկին վազեց իմ մոտ։ «Տուր ձեռքդ, թող Հյուբին գուշակե քեզ համար», ֊ ասաց նա, իմ աջը բռնելով իր փոքրիկ ձեռքերով։ Ես թույլ տվեցի, նա նստեց ինձ մոտ։ Ես մինչև այսօր չեմ կարող մոռանալ, թե որպիսի խորհրդական ծանրությամբ փոքրիկ մարգարեուհին սկսեց իր գուշակությունները, իմ աջ ափի գծերի մեջ կարդալով իմ ճակատագիրը։ Նրա խոսքերը թեև անկապ էին, որպես քրմուհու առեղծվածներ, բայց զուրկ չէին իմաստից։ Ես կարող եմ կազմակերպել այսպես. քո կյանքի ճանապարհը փուշերով է ծածկված, ամեն մի քայլում դրած են քո առջև որոգայթներ, դու կընկնես նրանց մեջ, դարձյալ դուրս կգաս, միշտ քաջությամբ հաղթելով բոլոր դժվարություններին։ Այդ կռիվը քո կյանքի մեջ կտևե երկար, մինչև քո գլխի սև մազերը ճերմակ գույն կստանան, այն ժամանակ կզարկե քեզ համար խաղաղության ժամը, և քո բախտի արևը, որ այժմ ծածկված է սև ամպերով, կրկին կծագե իր բոլոր պայծառությամբ։ Նա կանգ առեց և րոպեական լռությունից հետո շարունակեց. Դու սիրում ես երկուսին, երկուստ էլ գեղեցիկ են, որպես դրախտի անմահ աղջիկներ։ Նրանք խիստ տաք սրտով կապված են քեզ հետ, բայց նրանցից և ոչ մեկը… Բավական է, կտրեցի ես նրա խոսքը, գիտեմ ինչ պետք է ասես։ Նա տխուր կերպով նայեց իմ երեսին և թողեց ձեռքս, երևի վիրավորվեցավ, որ ես արհամարհեցի նրա արհեստը, ասելով. Հյուբի, դու խո ամենի համար այսպես ես գուշակում։ Նա բավականին հպարտ անձնասիրությամբ պատասխանեց. Հյուբին սուտ չի ասի, Հյուբին խոսում է այն, ինչ որ հայտնում է նրան գերագույն ոգին։ Մեր խոսակցությունը բոլոր ժամանակ թե Սուսանի և թե մանուկ գուշակողի հետ պարսկերեն էր, բայց նրանց կանոնավոր արտասանությունից երևում էր, որ նրանք չէին պատկանում բոշաների այն ցեղերին, որոնց շատ անգամ հանդիպել էի ես Պարսկաստանում։ Նրանց երեսների թե գծագրության նրբությունը, թե կաշու գույնը, որ ավելի սև չէր, թե բնավորության մեղմությունը, որ զուրկ չէր նույն ցեղին հատուկ կրքոտ աշխուժությունից, բոլորը ցույց էին տալիս նրանց բոշաների մի ավելի ազնիվ և առանձին ցեղին պատկանելը։ Բայց ինձ զարմացնում էր փոքրիկ աղջիկը։ Սուսանը նրա մայրը լինելու համար բավականին հասակավոր էր։ Ուրեմն,
ով պետք է լիներ նա։ Ես հարցրի պառավից։ Մինչև նա իր բերանը բացելը, Հյուբին պատասխանեց զարմանալի արագախոսությամբ. Հյուբին Սուսանի թոռն է, Հյուբին անբախտ աղջիկ է, նրա մայրը կորած է, Հյուբին պտռում է իր մորը և նրա հայրը։ Պառավը չթողեց նրան վերջացնել իր խոսքը և ինձ անծանոթ մի լեզվով սաստիկ բարկացավ նրա վրա։ Խեղճ աղջիկը իսկույն սուս կացավ։ Ես չհասկացա, թե ինչ ասաց Սուսանը, միայն նրա խոսքերից որոշեցի պարսկերեն շատ մոտ բառը՝ լռե։ Երևում էր, Հյուբիի անզգուշությունը սաստիկ խռովություն պատճառեց պառավի մեջ։ Նա վեր կացավ և նույն լեզվով մրթմրթաց աղջկան մի քանի խոսքեր։ Երկուսը միասին ճանապարհ ընկան։ Սուսանը ամենևին չնայեց ինձ և ոչինչ չասաց։ Միայն Հյուբին մի քանի քայլ հեռանալով կրկին դարձավ և փայլուն աչքերը իմ երեսին ձգելով, ժպտեց ու գլուխը թափ տալով շարունակեց իր թեթև քայլերը խորհրդական պառավի հետ։ Քանի րոպեից հետո նրանք աներևութացան մերձակա լեռների մեջ։ Հյուբին անբախտ աղջիկ է, նրա մայրը կորած է։ Հյուբին պտռում է իր մորը և նրա հայրը… Ո՞վ էր նրա հայրը։ Այդ խոսքը խորամանկ պառավը չթողեց գեղեցիկ երեխային վերջացնել։ Երևի մի աղոտ գաղտնիքով վարագուրված էր փոքրիկ գուշակողի ծագումը, որ նա անզգուշությամբ պետք է երևան հաներ։ Եթե ոչ, ինչու պետք է Սուսան այնպես վրդովվեր, ինչու իսկույն պետք է հեռանար ինձանից։ Նա վախեցավ, չիցե թե երեխան մի նոր անզգույշ խոսք դուրս թռցնե իր բերնից և հեռացրեց նրան։ Անպատճառ այստեղ մի գաղտնիք կար, որ պետք էր գիտենալ, բայց որպես գիտենալ։ Խորամանկ պառավը գնաց, կորավ անհայտ ուրվականի պես։ Որտեղ կարելի էր տեսնել նրան մյուս անգամ։ Բայց ի՞նչ է նշանակում նրա ստեպ տեսակցությունները Կարոյի հետ։ Կարոն ի՞նչ գործ ունի այն մոլաշրջիկ թափառականի հետ։ Եվ նրանց հարաբերությունների հետ կապ ունի մի երրորդ անձնավորություն՝ ամրոցի աղջիկը։ Ահա գաղտնիքի գլխավոր մասը, որ ծածկված էր խավարի մեջ։ Բայց իմ մտքից չէր դուրս գալիս փոքրիկ գուշակողի պատկերը։ Ես առաջին անգամ տեսնում էի այնպիսի սիրուն երեխա, որի մեջ կար այնքան համարձակ անմեղություն, որի սիրտը այնքան տաք և զգայուն էր։ Ես հավատում էի նրա խոսքերին, որոնցմով նա կարդաց իմ անբախտ ապագան։ Ես հավատում էի, որովհետև գերագույն ոգին այնպիսի անկեղծ արարածներին միայն կհայտնե մարդկանց ճակատագրի գաղտնիքները։ Ահա, ասում էի ես, հավատարիմ դստերք բնության, որոնք ապրում են երկնքի թռչունների նման, ոչ վարում են, ոչ ցանում են և ոչ հնձում են, բայց նրանք էլ աղքատ են և ապրում են ողորմությունով։ Կրկին տիրեցին ինձ սև մտածությունները, կրկին իմ սիրտը ընկավ անհանգիստ խռովության մեջ։ Ես պառկած էի սրբազան ծառերի հովանու ներքո, բայց չուշացավ քունը, նա իմ անհանգստությանը վերջ տվեց։ Նախազգուշություն։ Երբ զարթեցա, գիշեր էր։ Որքան ժամանակ անցել էր օրից, քանի ժամ քնել էի, ես չկարողացա գիտենալ։ Փափուկ և տաք գիշեր էր։ Որքան գեղեցիկ վառվում էր ամառային երկինքը իր փայլուն գոհարներով, որքան մեղմ և մտախոհ կերպով սահում էր կիսալուսինը պարզ եթերքի միջով։ Ես պառկած էի դալար խոտերի վրա և խիստ ծուլությամբ թավալվում էի մի կողքից դեպի մյուսը։ Ականջ էի դնում։ Ամեն տեղ տիրում էր խորին լռություն, բոլորը հանգստանում էին։ Արթուն էր միայն վտակը, որի ափի մոտ պառկած էի։ Ես լսում էի նրա խուլ մելամաղձական խոխոջմունքը։ Նա անդադար վազում էր և վազում, նա քուն և հանգստություն չուներ։ Ահա հովասուն զեփյուռը փափուկ թևքը քսեց իմ երեսին և շվացնելով անցավ, կարծես ուզում էր ասել. «Տես, ես էլ արթուն եմ»։ Աչքս դարձրի դեպի աստղազարդ երկինքը, նայում եմ։ Այո, գեղեցիկ են Աստուծո լուսավորները։ Որոնում եմ նրանց մեջ իմ աստղը, երկար որոնում եմ, բայց չեմ գտնում։ Ահա երկու աստղեր, նրանք ինձ ծանոթ են,
Ես շատ անգամ տեսել եմ նրանց, համբուրել եմ, շատ անգամ նրանք նայել են ինձ վրա ջերմ քնքշությամբ։ Սիրուն աստղեր, ես ձեզ ճանաչում եմ, դուք նմանում եք Սոնայի տխուր և արտասվալի աչքերին, որպես այն վերջին գիշերը, երբ նա բաց արավ իմ բանտի դուռը և ասաց. «Փախիր, Ֆարհադ»։ Ահա երկու աստղեր ևս, ինչպես հպարտ և ինքնահավան կերպով փայլում են նրանք։ Նմանում են նրանք Մարոյի լի կրակով աչքերին, երբ նա հրացանը ձեռքին կանգնած ժպտում էր այն սարսափելի րոպեում, երբ ես շաղախված էի Ղաբանի արյունով։ Գեղեցիկ աստղեր, սիրում եմ ձեզ։ Ահա անցավ մի սև ամպ և ծածկեց իմ տեսությունից նազելի աչիկները։ Ախ, Սոնա, ախ, Մարո, ինչ է։ Լսելի եղավ մի ձայն և իմ առջև նկատվեցավ մի պատկեր, որպես կերպարանքը գիշերային ուրվականի։ Մի սարսուռ վազեց բոլոր մարմնիս մեջ։ Ես եմ, Ֆարհադ։ Ախ, Մարո, երևակայեցեք իմ ուրախությունը, ուրախությունը լի վառված կրքերով մի պատանիի, որ գիշերային լռության մեջ, հեռու մարդկային բնակությունից գտնում է նրան, որին սիրում է։ Մարոն նստեց իմ մոտ, իմ ձեռքը առեց իր երկու ափերի մեջ և դրեց իր ծնկի վրա։ Նա ուրախ, որպես միշտ, սկսեց պատմել, թե առավոտյան իր հորից իմացավ, որ իմ առողջությունը վատ էր։ Նա վազեց դեպի եղբորագարակը, տեսավ, ես այնտեղ չկայի։ Այնտեղից շտապեց դեպի արտը, Հասոյի մոտ։ Եղբորից այսքան իմացավ, թե նա տեսել էր ինձ կեսօրից առաջ, բայց չգիտեր ուր կամ որ կողմը գնացի։ Նա երկար որոնեց ինձ, մինչև արևը մտավ և օրը մթնեց։ Հետո նրան հանդիպեց մի բոշակին, որ ասաց, թե տեսել էր ինձ քանդված մատուռի մոտ։ Դու ճանաչո՞ւմ ես այն կնկան։ Երկրորդ անգամն է, որ տեսնում եմ նրան։ Առաջին անգամը ե՞րբ էր։ 2 տարի առաջ։ Ես տեսա նրան միևնույն հագուստով, որպես այսօր, էլի այն փոքրիկ երեխան իր հետն էր, որին այսօր տեսա։ Ֆարհադ, ինչ լավ երեխա է։ Այնքան սիրտս սիրեց նրան, որ բռնեցի երեսը պաչ արի։ Ախր մեղք է անօրենի երեսը պաչ անելը։ Նրա ճակատին մեռոն չէ քսած, բայց ես նրան պաչ արի։ Նա այնպես լավ երեխա էր։ Որտեղ դու տեսար նրան 2 տարի առաջ։ Մարոն նկատելով իր պատմությունը հետաքրքրում էր ինձ, շարունակեց. Ես տեսա նրան այս ձորի մեջ, այս մատուռի մոտ։ Նա խոսում էր Կարոյի հետ։ Ինչ էր խոսում, ես չիմացա։ Նրա համար, որ նրանց լեզուն չէի հասկանում։ Քանի օրից հետո Կարոն անհայտացավ մեր տանից։ Մենք չիմացանք, թե ուր գնաց։ Քանի տարի էր նրանից ոչինչ լուր չունեինք։ Կարոյի գնալուց հետո այն կինն էլ չերևաց։ Այս անգամին, երբ Կարոն կրկին լույս ընկավ, Բոշան էլի ման է գալիս մեր կողմերում։ Այն ժամանակ Ասլանը և Սագոն Կարոյի հետ էին։ Չէ, նրանք չկային։ Այս անգամ ետ դարձան միասին։ 2 շաբաթ է, ինչ որ եկել են։ Դու այսօր Կարոյին չես տեսել։ Ես քեզ ասացի, որ տանից դուրս եմ եկել առավոտյան։ Մինչև հիմա էլ սար, ձոր չեմ թողել, քո ետնեն ման եմ եկել։ Հիմա ինչպես է քեփդ։ Դու ողջ օրը հաց չես կերել։ Ֆարհադ, ինչ գիժ տղա ես։ Կարոն լավ տղա է, այնպես չէ։ Լավ տղա է, բայց… Նա կտրեց իր խոսքը և րոպեական լռությունից հետո շարունակեց. Գիտես, Ֆարհադ, քանի օրից հետո Կարոն իր ընկերների հետ գնալու են մի տեղ։ Դու նրանց հետ չգնաս։ Ինչու պետք է չգնամ։ Այնպես, մի գնա։ Ես չեմ կարա ասել։ Հայրս ինձ կսպանե, թե ասեմ։ Ֆարհադ, աղաչում եմ, մի գնա նրանց հետ։ Այդ խոսքերի միջոցին բարեսիրտ օրիորդի աչքերը լցվեցան արտասուքով։ Նա պինդ կպած իմ կուրծքին գրկել էր ինձ։ Երկար և երկար աղաչում էր, որ ես չմասնակցեմ Կարոյի և նրա ընկերների արշավանքին։ Բայց ինչ արշավանք էր այդ, դեպի որ կողմը և ինչ նպատակով։ Դրանց մասին ծածկամիտ Մարոն ոչինչ չհայտնեց։ Ախ, Կարոն, նա սիրտ չունի, նա գազան է, մարդ չէ։
Նրա համար մի ադամորդուն սպանելը այնպես է, ինչպես խեղճ հավի վիզը կտրելը։ Ֆարհադ, ես սուտ չեմ ասում, ես իմ աչքով եմ տեսել։ Ախ, խնդրում եմ, հեռու կաց այս մարդից, Ֆարհադ, չբարկացնես նրան։ Նա Աստված չունի, նա բարեկամ, ընկեր, այս բաները չէ իմանում։ Այսպես խոսում էր Մարոն արտասվախառն հեկեկանքով, բայց ինձ բոլորովին անհավատալի էր երևում մտածել Կարոյի մեջ մի այնպիսի վայրենություն, որպես նկարագրեց նրան Մարոն։ Մի այնպիսի տղամարդ, որ բոլոր սրտով նվիրել էր իրեն մարդասիրության գործին, չէր կարող գազան լինել։ Ես Կարոյին լավ էի ճանաչում, ճանաչում էի նրան երեխայությունից, բայց մի՞թե նա փոխվել էր։ Մարո, ես չեմ հավատում, Կարոն այդպես չէ, կտրեցի ես օրիորդի խոսքը։ Ես նրանից չեմ բաժանվի, ուր որ գնա ես էլ կգնամ նրա հետ։ Մարոն հայտնեց, թե որպես նա մի գիշեր սպանեց իր ամենալավ ընկերներից մեկին, մի հնդկացի հայ երիտասարդի, որի վրա փոքր ինչ կասկած ուներ, թե կհայտնե իր գաղտնիքը, և ավելացրուց, թե կարող էր մինչև անգամ նրա դիակը ցույց տալ ինձ, որովհետև այս անցքը պատահել էր մի քանի օր առաջ։ Միայն ինքը, Մարոն, չէր կարող ամեն ինչ բացարձակ ասել ինձ, որովհետև իր հորից վախենում էր։ Ես միշտ հավատարիմ կմնամ Կարոյին, ես դավաճանություն չեմ գործի նրա դեմ, ասացի ես։ Հա, սիրելիս, նրա հետ պետք է այսպես լինել, պատասխանեց Մարոն փոքր ինչ հանգստանալով։ Ես չեմ ասում, թե նա վատ տղա է։ Նա վատ է միայն վատերի հետ, ով որ նրան հակառակ է։ Բայց նրա քարե սիրտը հանկարծ փափկանում է, երբ մի խեղճ մարդ է տեսնում։ Քանի անգամ ես տեսել եմ նրան, որ մտել է աղքատ գյուղացիների խրճիթը և նրանց փող է բախշել։ Նա իր բերանի պատառը ուրիշին է տալիս, երբ տեսնում է, որ նա քաղցած է։ Բայց Ասլանը և Սագոն ինչպես են։ Ասլանը լավ տղա է, բայց Սագոյին չեմ սիրում, նա լավ տղա չէ։ Գիտես, Ֆարհադ, մի օր նա ինչ ասաց ինձ։ Մեր բակումը նրա հետ մենակ կանգնած էինք, խոսում էինք մեր գյուղի աղջիկների վրա։ Մեկ էլ տեսնեմ, այն աղվեսը, ախր նրա երեսը աղվեսի նման է։ Հա, Սագոն, ձեռքը գցեց իմ վզովը և ասաց. թող Մարո պաչ անեմ քեզ։ Ես հետ քաշվեցա, մի լավ ապտակ շրխկ նրա երեսին, քիչ էր մնացել խեղճի շիլ աչքերը քոռանային։ Իսկ եթե ես ասեմ, ինձ մի պաչ տուր, ինձ էլ ապտակ կտաս։ Նա սկսեց ծիծաղել և ոչինչ չպատասխանեց։ Ես գլուխս խոնարհեցրի նրա կուրծքի վրա, երկար մեր շրթունքները չէին հեռանում միմյանցից։ Մենք ոչինչ չուխտեցինք մեկմեկու հետ, մենք չխոստացանք միմյանց մշտական սեր, հավատարմություն։ Այսպիսի բացատրություններ չեղան մեր մեջ։ Միայն սրտի խուլ լեզուն խոստացավ շատ և շատ, այն, որ ամենասրբազանն է և աստվածային, այն, որ միայն սիրտը կարող է հասկանալ։ Գնանք, ձայն տվեց օրիորդը, որպես թե զարթնելով խորին հոգեզմայլությունից։ Գիշերի ո՞ր ժամանակն է, հարցրի ես։ Նա նայեց դեպի երկինքը և պատասխանեց. Տես, բազումքը երբ այն աստղի մոտ է հասնում, գիշերը կես է լինում, ուղիղ կեսգիշերը։ Մենք վեր կացանք։ Մենք գնում էինք զանազան ոլոր-մոլոր ճանապարհներով։ Թե ինչպես էի անցել ես այդ լաբիրինթոսը ամենևին չէի հիշում։ Ինչ կլիներ իմ վախճանը, մտածում էի ես, եթե Մարոն ինձ չգտներ, ես ոչ միայն գիշերով, այլ լույս ցերեկով ևս չէի կարող գտնել Հասոյի ագարակը։ Մարոն կպած էր իմ կողքին, և մանկահասակ աղջկա դալար և թեքուն հասակի ամեն մի շարժմունքը էլեկտրապես ազդում էր իմ վրա։ Բոլոր ժամանակը նա առանց լռելու խոսում էր, թռչելով մեկ մտքից դեպի մյուսը։ Երբեմն նա ասում էր, թե որքան լաց կլիներ, եթե ինձ չգտներ, թե նա բոլոր գիշերը կպտռեր ինձ, միշտ կպտռեր։ Հայտնում էր, թե իմ պառկած տեղը շատ վատ տեղ է, և նա ուրախ է, որ վտանգ չէ պատահել ինձ։ Ասում էր, թե այն ձորը կոչվում է Ղանլի֊Դարա, արյունոտ ձոր, որովհետև քիչ չէ պատահում, այնտեղ գտնում են սպանված մարդերի դիակներ։ Բացի դրանից, ավելացնում էր նա,
Այնտեղ գազանները շատ անգամ պատառոտում են մարդկանց, երբ նրանք պաշտպանվելու զենք չունեին իրենց հետ։ Հանդիմանում էր իմ անհոգությունը, թե ինչու ես զենք չէի կրում, թե գոնե պետք էր ունենալ իր մոտ մի ջուխտ ատրճանակ և խենջար։ Ապա դու ինչպես առանց զենքի չվախեցար այն ձորը մտնել, հարցրի ես։ Միթե գիշերն առանց զենքի ման են գալիս, պատասխանեց նա ծիծաղելով իմ պարզամտության վրա և ցույց տվեց մի ջուխտ ատրճանակներ, որ թաքցրած ուներ իր գոտիի մեջ։ Եթե ցերեկ լիներ, Մարոն կնկատեր, թե որպես կարմրեցա ես ամոթից։ Ներքին կռիվ։ Հասնելով ծերունի որսորդի տունը, մենք գտանք բոլորին քնած։ Մհեն, որ բաց արեց դուռը, հայտնեց, թե իր աղան տանը չէր, և ոչ նրա հյուրերը դարձել էին իրենց գնացած տեղից։ Ես մտածեցի անպատճառ մեկ արգելք պետք է պատահած լինի, որովհետև Կարոն և նրա ընկերները խոստացան, թե մինչև երեկո կվերադառնան։ Հասոն իր ագարակումն էր։ Նա տան երես չէր տեսնում, քանի իր մշակության գործերը վերջացած չէին դաշտերից։ Ձմեռվա ձյունը միայն մի քանի ամիս նրան քշում էր դեպի տուն։ Մարոյի առաջին հոգսը եղավ պատրաստել ինձ համար մի բան ուտելու։ Ընթրիքից հետո նա գցեց իմ քնելու շորերը և ցանկանալով ինձ բարի գիշեր, ինքը ևս գնաց հանգստանալու։ Առավոտյան ես զարթեցա խիստ ուշ։ Երկար քունը բավականին կազդուրել էր իմ առողջությունը։ Ես զգում էի ինձ զվարթ և նորոգված ուժերով։ Սիրտս էր սովորականից ավելի ուրախ և հանգիստ էր, որպես թե ես գտնվում էի մի անսահման բավականության մեջ։ Լույս աշխարհում ոչինչ պակաս չէր մնացել ինձ, բոլորը լրացրել էր այն արարածը, որին ես սիրում էի, որը սիրում էր ինձ։ Գեղեցիկ Մարոն կբժշկե քեզ, ասաց Սագոն։ Նրա խոսքը ճշմարիտ էր, թեև նա արտասանեց այնպիսի դառը, հեգնական ժպիտով։ Ես կրկին գլուխս դրեցի բարձի վրա և նայում էի պատուհանից ներս ծագած շողին, որի մեջ խաղում էին միլիոնավոր մանրիկ փոշիներ գույնզգույն փայլումներով։ Ահա ինչ է նշանակում լույսը, մտածում էի ես։ Չէ՞ որ այս սենյակի ամբողջ բովանդակությունը պարունակում է իր մեջ այսպիսի փոշիների մի ծովակ, բայց նրանք չեն երևում օդի աղոտության մեջ, իսկ լույսի այս նեղ ժապավենի մեջ բոլորը երևում են։ Բայց եթե խավար լիներ, ես ոչինչ չէի տեսնելու, մինչև անգամ ամենախոշոր առարկաները։ Ախ, ինչ լավ բան է լույսը, որպես բաց է անում նա մարդի աչքերը և զորություն է տալիս նրա տեսությանը։ Չէ՞ որ միևնույնն է լինում և կյանքի մեջ, մի ժողովրդի, մի ազգի և ամբողջ աշխարհի կյանքի մեջ։ Երբ որ տիրում է մտավոր խավարը, մարդիկ չեն տեսնում իրենց ամենախոշոր թերությունները։ Նրանք չեն նշմարում այն ճանապարհի ուղղությունը կամ ծռությունը, որով գնում են։ Նրանք չեն նկատում այն խոչընդոտները, որ ամեն անգամ նրանց ոտքին է դիպչում և ճակատի վրա վայր է գցում։ Նրանք ոչինչ չեն տեսնում, միայն խարխափում են մոլորության մեջ։ Հիշյալ մտախոհությունները ինձ հասցնում էին այն եզրակացությանը, թե բոլորովին անհաջող կանցներ Կարոյի ձեռնարկությունը։ Նա չէր կարող մի ժողովուրդ, որ ապրում էր խավար մթնոլորտի մեջ, կանգնեցնել շիտակ ճանապարհի վրա և նրա ընթացքին անմոլոր ուղղություն տալ։ Պետք էր նախևառաջ փարատել խավարը, և ժողովուրդը ինքն իրան կգտներ իր ճանապարհը։ Արդյոք այսպես էի մտածում ես։ Միթե այս ճշմարտություններն էի կարդում արևի այն լուսավոր ժապավենի մեջ, որ ներս էր շողացել իմ քնարանի պատուհանից։ Ոչ, ես ոչինչ չէի տեսնում նրա մեջ, բացի փոքրիկ փոշիներից։ Նրանք ևս շուտով ձանձրացրին ինձ։ Երեսս շուռ տվի, իմ ուշադրությունը գրավեց ախտաբորբոք ճնճղուկը, որ իր զույգի հետ պատուհանից ներս թռան սենյակի մեջ։ Նրանք մի քանի շրջաններ գծեցին իմ դատարկ քնարանում, հետո նստեցին միմյանց մոտ, սկսեցին քաղցր սիրախոսություններ անել։ Մինչ այս զվարճության մեջ էին, ներս թռավ մի այլ ճնճղուկ, արու։ Նա մոտեցավ նախկին հերոսի սիրուհուն։
Նորեկի կողմից մի այսպիսի լրբությունը շարժեց Սիրահարի նախանձը, կռիվը սկսվեց, մի փոքր խեղդեցին մեկ֊մեկու, մի փոքր քաշեցին միմյանց փետուրները, մինչ նրանք այս պատերազմի մեջ էին, էգը օգուտ քաղեց խռովությունից և դուրս փախավ, կռվողները թողեցին մենամարտությունը, վազեցին իրենց երկպառակտության առարկայի ետևից, միթե միևնույնը չպատահեց իմ և Սագոյի մեջ, չէ, մտածում էի ես, նրա փոքրիկ գլուխը կջարդեմ, եթե մյուս անգամ նա կհամարձակվի Մարոյի անունը հիշել, ես ավելի թույլ չպետք է լինեմ, քան այն ճնճղուկը, որ իր կյանքով պաշտպանում էր սիրո գաղափարը։ Նույն րոպեին, կարծես ես լսում էի մի հեկեկանք, կարծես մի դառը լացելու ձայն զարկում էր իմ ականջներին, ինձ թվում էր, թե ես դպրոցումն էի, տեր Թոդիկը չոքեցրել էր ինձ մանրած աղյուսի կտորտանքի վրա, ես տեսնում էի Սոնային, դասատան պատուհանից նա երևում էր, տեսնում էի Սոնային միևնույն ծառի ստվերի ներքո, ուր միշտ նստում էր և այժմ նստած էր, նա գլուխը քարշ էր գցել իր ծնկների վրա և ձեռքով բռնել էր իր աչքերը, լաց էր լինում, և ես լսում էի նրա ցավալի հեկեկանքը, ինչու էր նա լաց լինում, ում համար էր լաց լինում, ինչու միշտ լաց էր լինում նա այն ժամանակ, երբ նրա հայրը ինձ ծեծում էր կամ գետնի վրա չոքեցնում էր, իսկ մյուս ժամանակներում միշտ ուրախ էր, խեղճ աղջիկ, որքան լաց կլինես դու, եթե հիմա ինձ տեսնես, այս կիսաքուն, կիսաարթուն երազների մեջ էի ես, հանկարծ լսելի եղավ մի սաստիկ դղրդոց, որպես թե մի ծանր բան վայր ընկավ գետին, աչքս բաց արի, տեսնեմ իմ մահճի մոտ կանգնած էր վիթխարի Մհեն և ինքն իրան մրթմրթում էր, հազար անգամ ասել եմ, էսպիսի հիմար բաներ մի տվեք իմ ձեռքը, ինքը սատանան կմոլորի էնքան թեթև է, հենց շունչ ես քաշում, ձեռքիցդ թռչում է, վայր ընկած բանը փոքրիկ փայտյա մատուցարանն էր, որի վրա Մհեն ինձ համար նախաճաշիկ էր բերում, նրա կարծիքով յուր կոպիտ ձեռքերի համար անպատճառ մեկ ծանր բան պետք է լիներ, որ կարողանար տանել, նա թողեց թափված ամաններն առանց հավաքելու և ուզում էր դուրս գնալ, երբ Մարոն ներս մտավ, ուֆ, քոռանամ ես, այդ ինչ արեցիր, սարսաղ, դարձավ նա դեպի ապշած սպասավորը և սկսեց հավաքել թափված ամանները, երբ պետք է դու մի բան սովորես, ես ոչ մի ժամանակ չեմ սորվի այսպիսի սատանայական բաները, թող կնիկներն անեն, պատասխանեց նա կոշտ կերպով, դիր իմ շալակին մեկ եզան բեռը ցորեն, ասա Մհե, տար ջրաղացը, կտանեմ, մի հատ էլ չի թափվի, երբ սայլը թաղվում է ցեխի մեջ, գոմեշները կաշուց դուրս են գալիս, չեն կարացի տեղից շարժել, ասա Մհե, դուրս քաշե սայլը ցեխից, Մհեն կանե այդ, բայց սատանայական բաների նա գլուխ չունի, լավ, Մհե, քո հոգուն մատաղ, ես այս գիտեմ, ես չէի ուզում քեզ բարկացնել, ասաց Մարոն, յուղելով կատաղած ծառայի գլուխը, դու գիտես, որ խաթունը տանը չէր, դրա համար քեզ նեղություն տվի, դե, էդ ուրիշ բան է, ասաց նա և դուրս գնաց, Մարոն երկար ծիծաղում էր նրա գնալուց հետո, նա պատմեց ինձ մի քանի հատկություններ Մհեի բնավորությունից, զարմանալի բնավորություն ունի այդ անասունը, նրան ասա Մհե, դու գիտես, որ այնինչ մարդուն պետք է սպանել և նա իսկույն կսպանե, նրան ասա Մհե, դու գիտես, որ այնինչ մարդու երեսին մի ապտակ պետք է տալ, նա իսկույն կկատարե քո կամքը, մի խոսքով ամեն գործ պատրաստ է նա կատարել, երբ ասես դու գիտես, միայն գործը պետք է բավականին ծանր լինի և խոշոր, թեթև բանի համար գլուխ չունի Մհեն, Մարոն ավելցրուց, թե Մհեն յուր ամսականը ստանալու միջոցին երբեք չէ կարող ընդունել արծաթի կամ ոսկի դրամներ, ասելով, թե նրանք շատ մանր են, և նա չէ սիրում թեթև դրամներ, այլ միշտ պահանջում է պղնձե մեծ դրամներ, թեև յուրաքանչյուր ոսկու փոխարեն կտային նրան մի հատ պղինձ, այսուամենայնիվ կիսախելագար Մհեն շատ հավատարիմ էր և ուներ օտարոտի բարեսրտություններ,
Նա ծեծում էր իր կնոջը, երբ նա իր երեխային զարկել կամ լացացրել էր, ծեծում էր և երեխային, երբ բարկացնում էր մորը, բայց նա միակ մարդն էր, որ սիրում էր Հասոյի եզները այնպես, որպես նրանց տերը։ Այդ պատճառով Հասոն միշտ գոհ էր նրանից, և փառախի լիակատար իշխանությունը տվել էր նրան, ուր նա անասունների հետ միասին բնակվում էր իր ընտանիքով։ Բացի Մհեյից, ծերունի որսորդի տան սպասավորների թվում էր պառավ Խաթունը։ Դեռ նա մանկության ժամանակ, երբ նա 15 տարեկան էր, Ավոն գնեց նրան Ղաջարի սարվազներից, երբ շատ հայ կանանց հետ Խաթունին գերի էր բերում Վասպուրականի կողմերից։ Այնուհետև, թեև որսորդը ազատություն շնորհեց նրան և շատ անգամ առաջարկեց դառնալ իր հայրենիքը, բայց Խաթունը չուզեց հեռանալ այն տնից, ուր այնքան սիրում և պատվում էին նրան։ Բացի դրանից, վերջին ժամանակները նա իմացավ, որ հայրենիքում իր ազգականներից և ոչ մեկը չէր մնացել։ Մեծ մասը նույն գերության դարում սպանվել էին պարսիկներից, մնացածները ոչնչացրել էր խոլեռան։ Մարոն դեռ երեխայության ժամանակ որբ մնալով մորից, փոխարինեց նրան բարեսիրտ Խաթունը, որ խնամք էր տանում փոքրիկ աղջկան մայրական բոլոր գթասրտությամբ։ Բայց գտնվելով ավելի հոր ազդեցության տակ, Խաթունի աշակերտուհին չընդունեց նրա դաստիարակության այն հոգին, որ ուներ ավելի ջերմեռանդ և կրոնական բնավորություն։ Ես որսորդ եմ, ասում էր Ավոն, իմ աղջիկը եթե որսորդ ևս չլինի, գոնյա պետք է սիրե արյուն և հրացան։ Այդ պատճառով Մարոյի խիստ վաղ մանկությունից սկսվեցավ նրա և Խաթունի մեջ մի խուլ հակառակություն։ Մարոն շատ անգամ ծիծաղում էր, երբ մոլեռանդ Խաթունը իր ձեռքն ընկած բոլոր փողերը հավաքում էր և տերտերներին էր տալիս, և բացի պարտադիր պասերը, ավելորդ պասեր էր պահում, և սուրբ Սարգսի շաբաթում 3 օր ոչ ուտում էր և ոչ խմում։ Իր գերությունից հետո կարծես մի ծանր ապաշավանք էր նստած նրա խղճ մտանքի վրա, որը միշտ աշխատում էր քավել կրոնքի և քահանայի միջնորդությամբ։ Հասոյի կնոջը ես մի քանի անգամ միայն տեսա, այն ևս ծածկված երեսով։ Իր երկրի սովորությանը հետևելով, նա չխոսեց ինձ հետ և ոչ մի բառ։ Առհասարակ նա խիստ հազիվ էր երևում, ավելի զբաղված էր իր երեխաներով, որոնց թիվը ընտանիքի մյուս անդամների համեմատությամբ բազմություն էր կազմում։ Մի բարի բախտով աղջիկները, դեռ հարց չդարձած, վայելում էին այն արտոնությունը, որ կարող էին երեսները առանց ծածկոցի ման գալ և տղամարդերի հետ խոսել, եթե ոչ, միևնույնը կպատահեր իմ և Մարոյի հետ, ինչ որ պատահեց Հասոյի կնոջ վերաբերությամբ։ Ինչ որ ավելի աչքի էր ընկնում ծերունի որսորդի դրության մեջ, այն էր, որ նա այժմ չէր երևում այնպես աղքատ, որպես էր Սալմաստում բնակված ժամանակ։ Արոտների մեջ արածում էին ավելի քան 100 ոչխար, 10 հատ ընտիր կովեր ամեն օր քշում էին դեպի Նախիվը։ Արորը իր ամբողջ պարագայքով գործում էր սեփական արտերի մեջ։ Տունը լի էր Աստուծո ամեն բարությունով։ Հասոյի խորշոմած ձեռքերը վաստակեցին այս բոլորը։ Այն ժամանակ միայն մշակը կարող է կուշտ փորով հաց ուտել, երբ նրա քրտինքը թափվում է իր սեփական հողի վրա։ Այսպես էր խոսում ծերունի որսորդը։ Որսորդ Ավոն, որպես նկատեցի ես, Աղբակա ժողովրդի կողմից վայելում էր մեծ հարգանք։ Նա էր միանգամայն այն երկրի խաղաղության ոգին։ Նրա մի խոսքը փարատում էր շատ վիճելի երկպառակություններ գյուղացիների մեջ։ Նրա վրա նայում էին գյուղացիները որպես իրենց նահապետի կամ պատրիարքի վրա։ Թեև Ավոն այժմ պաշտոնապես ստացել էր Միր Տիտղոսը և համարվում էր տեղային հայերի գլուխ կամ ներկայացուցիչ, և շեյխերի մեջլիսում ծնկի տեղ ուներ, այսուամենայնիվ, նա չէր թողել իր պարզ, անփառասեր հարաբերության ձևը հասարակ ժողովրդի հետ։ Նա իր վարվեցողության մեջ ոչ մի բանով չէր ցույց տալիս, թե ինքը պաշտոնական մարդ է, թե նա մի բանով բարձր է, քան հասարակ ամբոխը, այլ նայում էր ժողովրդին որպես գերդաստանի հայրը իր ընտանիքին։
Նա մինչև անգամ չէր թողել իր հին սովորությունները, իր հին պարապմունքը։ Շաբաթը մի քանի անգամ հրացանը ուսից քարշ գցած, նա կերթար որսորդության։ Եվ այդ անում էր նա ոչ թե զվարճության համար, այլ իր սիրելի արհեստը պատվելու համար։ Ավոն այս երկրում ևս գաղթական էր որպես սալմաստում։ Ինչու էր թողել իր բնիկ հայրենիքը, կամ որտեղացի էր նա։ Դա մի գաղտնիք էր, որ սաստիկ կերպով պահվում էր նրա ընտանիքի մեջ։ Բայց շատ անգամ ծերունի որսորդի թավամաս հոնքերը խոժոռվում էին, շատ անգամ նրա բարի դեմքը պատում էր տխրության մռայլը, երբ հարցնում էին նրա անցյալից, երբ խոսք էր բացվում նրա հայրենիքի մասին։ Երևում էր, նրա անցյալը թողել էր խիստ տխուր հիշողություններ, որոնց մտաբերելը ոչ միայն անախորժ էր թվում, այլ մինչև անգամ սարսափ էր ազդում այդ անբախտ մարդու վշտահար սրտին։